Այս բայդրությամբ ես պաշտոն եմ որևէ տեղեկատվության չեմ տիրապետում, առանձնապես չեմ կարծում, կարիք կա։ ես դեռ կահույք չեմ տեղադրել, քիչ առաջ էստեղ մոտենալուց տեղեկացա, որ առաջին կին նախարարը արդարադատության եղել եմ ես։ Անկախ նրանից ովքեր են դերակատարում, ով է առաջարկել վերջո Սերժ Սարգսյանն է նշանակել։ Իրականում ինչ հարաբերություններ էին ձեր եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ։ Անկեղծ չեմ ուզում այդ մասին խոսել։ Ունեք եթե ինձ հարցնեք, ես չեմ ասի, որ կոռուպցիա չի եղել։ Դուք ունեք վիրավորանք ձեր մեջ ձեր կուսակիցներից ոմանցից։ Հաղթահարված վաղուց իմ անվան շուրջ միահյուսում էր պատմություններ ու պատմություններ, որտեղ մեկն ասում էր, մյուսը հարստացնում, այն մյուսը սցենար գրում։ Այդ պատմություններն առանձին ապրում են իրենց կյանքով։ Ես երբեք պատասխանատու չեմ նրանց համար, թե ովքեր ինչ են հյուսում իրենց հիվանդ երևակայություններում, ինչ են մտածում, ինչու են մտածում։ Կապված հարց բերողի հետ շատերը ձեր անվան հետ են կապում նրա կյանքի ելքը եւ շատերը կարծում են այդ ժամանակ դուք սխալ որոշում եք կայացրել։ 10 տարի շարունակ մեր ջան, միսը կերել են դրա համար։ Ես շապից ավելի շատ եմ հարվածներ ստացել բանի համար, որ ես չեմ արել։ Հետո այն մարդիկ, ովքեր եկել էին մեր տուն ու վիրավորական բաներ էին բղավում, այդ ժամանակ քույրս երեխայի էր սպասում։ Իմ համար ես չեմ եղել խնդիրը։ Ու ես դա չեմ ներում շատերին, բայց ինձ շատ դժվար է այդպես լինում։ Շատ, հիմա էլ։ Այսպիսի հարցազրույցներ ամեն օր չեն լինում։ Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm Mirabban Anna Grigorian, Venus Gifts խանութ սրահ, Velvet Rose by KK ծաղկի սրահ, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, ALA Renovation Solar Roofing Construction Company, Emperador Law Firm, Implantum USA Dental Group Dr. Sarkis Papazian, Grand Reach Marketplace, Best Pool Shop խանութ սրահ, Elize House Restaurant, House of Liquor խանութ սրահ, Tun La Major Restaurant, MS Travel and Tours ճամփորդական գրասենյակ, MX Motor Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. The story you're about to hear is true. Ողջույն, դուք դիտում եք Տետատետի հերթական թողարկումը։ Մենք շարունակում ենք աշխատել Երևանում եւ շարունակում ենք ձեզ ներկայացնել ամենակննարկվող հանրային կերպարներին։ Այսօր մեր հյուրը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների տեխնացու Արփինե Հովհաննիսյանն է։ Ողջույն, Տիկին Հովհաննիսյան։ Շնորհակալ եմ, որ զրույցի մեր առաջարկն ընդունել եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ 3 փորձից, Տիկին Հովհաննիսյան։ Դե տեսեք, առաջի փուլը մերժման փուլն է միշտ, երկրորդ փուլը ադապտացիա, երրորդ փուլը համաձայնության։ Բայց կարևորը որ ես դեռ այդ 3 փուլերի ընթացքում մնացի քննարկվող։ Այո, դա իրական շատերն են ուզում իդեպ տեսնել մեր ծրագրի ընթացքում ու մեկնաբանությունների բաժնում հաճախ ենք տեսնում ձեր անունը։ Տիկին Հովհաննիսյան, դուք ծնվել եք մի ընտանիքում, որտեղ իհարկե մեծ ջերմություն եւ սեր ա եղել։ Կպատմեք ձեր ընտանիքի, ձեր ծնողների մասին։ Այո, ես կարծում եմ, որ ես սիրված եմ եղել, թե իմ մայրը եւ թե իմ հայրը սիրել են շատ ինձ եւ իմ մանկության ժամանակահատվածում, իսկ ես կարծում եմ անձի ձևավորման վրա ազդեցություն ունենում է ամենաշատը մանկությունը,
դրա մասին կվկայեն բոլոր հնարավոր հոգեբանները, հոգեվերլուծաբանները եւ այլն, եւ այդ առումով շատ այսպես ամբողջական եմ զգում ինձ։ Իհարկե հետո ընտանիքներում, ինչպես բազմաթիվ ընտանիքներում դժվարություններ են լինում եւ այդ դժվարությունները հաճախ հաղթահարվում են ոչ թե միասին, այլ մարդիկ տարբեր ճանապարհներ են ընտրում։ Եվ իմ ընտանիքում եւս մի ինչ-որ փուլ հետո մայրս եւ հայրս միասին չեն ապրել, բայց դա չի նշանակում, որ ես դադարել եմ ինձ սիրված գալ կամ որևէ կերպ, դա ավելի մի փոքր ավելի հասուն տարիքի մասին է խոսքը, ավելի ուշ տարիք։ Որ տարիքում եք երբ իմացաք ծնողների տարաձայնությունների մասին։ Ավելի փոքր, կարծում եմ 7-8 տարեկան հասակում այդպես։ Դրանք վեճերով էին ուղեկցվում։ Ոչ ամենևին, բացարձակապես։ Իսկ ազդում էին ձեր հոգեվիճակի վրա որևէ կերպ։ Ոչ, ես հենց դրա մասին եմ ասում, որ ամենևին, բարձրապես ինչ որ մի փուլ հետո դա գալիս էր իմիջիայլոց նաև մայրիկից առաջին հերթին, որովհետև ոչ մի տեսարան, այսպես ասենք, չէր ուղեկցում, բարձրապես ինչ որ մի պահի այդպես ստացվեց։ Իսկ արդեն հասուն տարիքում ծնողների բաժանությունը ձեր վրա որևէ կերպով ազդել է տղամարդկանց վստահելու կամ հարաբերություններ կերտելու հարցում։ Եվ այո եւ ոչ, որովհետեւ ես այդտեղ ինչ որ մեկին վստահելու կամ տղամարդկանց վստահելու հարցում ընդհանրապես իմ ամբողջ կյանքի ընթացքում ես մարդկանց հետ հարաբերությունները կառուցում եմ եւ վստահությունը կառուցում եմ, հիմնում եմ իմ սեփական փորձառության վրա եւ իմ սեփական կարծիքի վրա եւ ոչ ամենևին ուղեկցող հարակից երևույթների կամ ինչ որ փորձառության, ինչ որ մեկի յուրաքանչյուրն ունի իր կյանքը եւ այդ կյանքը իրենցն էր, ստացվեց, չստացվեց, դա իրենցն էր։ Եվ հետագա ազդեցությունը պարզապես ավելի շատ հետո եղել է դա շահարկումների պատճառ ու հետևանք, այսպես ասենք, քան թե իմ անձնական այսպես վերաբերմունքի վրա ազդել է, դե հետո արդեն հայրս ավելի արդեն տևական շրջան է, նա ողջ չէ։ Տիկին Հովհաննիսյան, դուք շատ եք սիրում կարդալ փոքր տարիքում եւ հաճախ նույնիսկ մոմի լույսի տակ, բայց երկար կարդում եք եւ տեսողության հետ կապված հարցեր անգամ կային մայրիկի հետ քննարկելուց, թե ինչպես կարելի է, չգիտեմ, կարդալ մոմի տակ այդքան երկար եւ այդքան շատ, մի առիթով դա պատմել եք, կպատմեք ինչով էր ձեզ գրականությունը անցալում այդ տարիքում։ Գիտեք, ես կդժվարանամ ձեզ ասել, թե որ փուլից սկսվեց այդ անթակույց եւ նաեւ գիտեք անհագուրդ ցանկությունը անընդհատ կարդալ, բայց այնտեղ ես ինձ լավ էի զգում։ Հերոսները տարբեր էին, հետաքրքիր էր, երևակայության տեղ էր թողնում, ամեն տիպի պատմություններ, հերոսական պատմություններ, հայոց պատմությանն առնչվող պատմություններ, դիցաբանություն, մի առիթով երևի չգիտեմ կարդացել եք թե ոչ, տեսել եք թե ոչ, եթե չեմ սխալվում, նշել եմ, օրինակ հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները շատ սիրում էի դպրոցական տարիքում, այնտեղ ֆանտաստիկ տեսարաններ կային ու այնպես տրամադրությանը վրա ազդող, բայց միևնույն ժամանակ արժե համակարգ ձևավորող հետաքրքիր մոտեցումներ կային, թեև ամբողջը դիցաբանություն էր։ Դա առասպելաբանություն էր եւ այնտեղ օրինակ Մեծ Այաքսի եւ օրինակ Աքիլեսի մենամարտը կամ Պատրոկլեսի զոհողությունները կամ ընկերոջ մահը սքալը Աքիլեսի կողմից շատ հետաքրքիր է, տեսեք դպրոցական է, բայց իմ մոտ շատ տպավորվել է։ Այդ ինձ համար շատ տպավորիչ էր դա, հետաքրքիր էր, այդտեղ ձևավորվում էին ընկերություն, ընկերոջ մահը սքալ, հավատարմություն, հա, կամ հավասարը հավասարի հետ բանավիճել եւ այդ հավասարության մեջ միևնույն ժամանակ ընդունել մեկը մյուսի արժեքները, մեկը մյուսի մեծությունը, մեկը մյուսի կարևոր հատկանիշները, չնախանձել իրար, շատ հետաքրքիր, թվում է թե այդպես դիցաբանությունը դե կերտել են, դե հիմա աստվածներն են, այնտեղ Զևսը, Պոսեյդոնը, չգիտեմ ով ինչ որ բան ասեցին, են մեկի բալիկը, են մեկի որդին, են մեկ իրար հետ կռվեցին աստվածները, բայց դա շարադրանքը գալիս էր այսպես, հա, չգիտեմ, իլիականից ու ոդիսականից գալիս էր եւ այդ մեկնաբանությունը, որ բերում էր, այնքան հետաքրքիր էր փոխանցում են ֆիլմերը, որ նայում են, ասենք, չգիտեմ, հետո գլադիատոր են նայում, ասում են, վայ, ես ինչ սիրում եմ, այսինքն այդ հարաբերությունների մշակույթը, որը հորդում էր այդ գրքերից, ինքը շատ բաներ քեզ տալիս ու այդ տեսանկյունից ինձ հետաքրքիր էր։ Դա փախուստ էր իրականությունից թե ոչ։ Ինչ։ Գրականությունը փախուստ էր իրականությունից։ Ոչ, ամենևին, բացարձակ։
Լավ էր այնտեղ։ Լավ է ես ինձ զգում։ Հետո հայկական գրականություն, չգիտեմ, հետո սկսում էի այդպես շարքերով կարդալ, հետո մի փուլ սկսեցի Բալզակ կարդալ, թողեցի մի պահ, հետո նորից վերադարձա նրան ու կլանված կարդում էի, չգիտեմ, Շագրենիկաշին, 30-ամյակինը, Կուրտիզանուհիների պերճանքնաթշվառությունը, ու այդպես իրար հետևից գրքերը, հետաքրքրությունները, հերոսները, ինչով էր Բալզակը գրավում, այդ տարիքում, հա, նկատի ունեմ, երբ իր մի հերոս, իր մի պատմության մեջ գլխավորն էր, իսկ մեկ այլ պատմության մեջ երկրորդականը։ Եվ երբ դու շարքը կարդում էիր, դու հիշում էիր, որ այս մարդը ստեղ երկրորդական էր, այնտեղ գլխավոր, այդպես է կյանքում։ Ինչ որ մեկի համար դու գլխավոր դերում ես, դու կարևոր ես, բոլորը քեզ են նայում։ Գուցե քեզ համար դու կարևոր դեր ես խաղում, զբաղեցնում կամ տեղը զբաղեցնում, մյուսի համար դու անգամ ոնց որ ասում են մասովկայել չես կամ երկրորդական, երրորդական դերեր ունես։ Ու դա շատ հետաքրքիր է, հետևել մարդկանց ինչպես է վարքագիծը դրսևորվում գլխավոր դերում ու երկրորդական դերերում։ Իսկ փոքր տարիքում կար այդ զգացողությունը կամ ցանկությունը ձեզ մոտ լայն զանգվածների համար դառնել կարևոր։ Լայն զանգվածների համար կստեմ, եթե ասեմ այո, բայց լավագույնի ձգտումը, պերֆեկցիոնիզմ չեմ անվանի, թեև ունեմ այդպիսի հատկանիշներ, կամ պիտի շատ լավ անեմ ինչ-որ բան, կամ պիտի առհասարակ չանեմ։ Միջակությունից իմ մոտ հակակրանք է առաջանում։ Ես չեմ սիրում միջին ոչինչ, անկեղծ, ես միջին ոչինչ չեմ սիրում։ Նկատի ունեմ ձգտումների մեջ, նպատակների մեջ, առհասարակ դնել առավելագույնին հասնելը կամ ուղղակի արձանագրել, որ պետք չի այդտեղ մտնել։ Ձեզ լավ ճանաչելու համար մենք երևի թե տեղափոխվենք մանկություն ու ավելի շոշափելի խոսենք ամենի մասին։ Դուք ունեցել եք ձեր սեփական լեզուն փոքր տարիքում եւ շատ տարօրինակ լեզու է դա եղել։ Այ դուստերս այդպես է հիմա խոսում, ոչ մեկ չի հասկանում մենք ինչ ասում։ Ինչերեն է այդ լեզուն։ Չգիտեմ, մենք ամուսնուս հետ կատակում ենք, ասում ենք Նաստրոյկաները երեխեքի փոխած չի, ոնց որ չինարեն են խոսում։ Տղաս էր փոքր ժամանակ այդպես խոսում, հիմա փոքր ես, աղջիկս առհասարակ անհասկանալի բառամթերք օգտագործում իմ նման։ Նա ես էլ այդպես ասենք ասում էի սեղանին, ասում էի փաբա, մաման ասում է ոչ մեկ չէր հասկանում, այդ ինչ ես ասում։ Կամ խձորին ասում է ինչ որ քոթոք։ Ոչ մեկ չէր հասկանում։ Հիմա իմ աղջիկն է, այդպես ելակին ասում է ակնակա։ Թե կարող ես հասկանալ դա ինչ է նշանակում, այդ մենակ տենց իրավիճակում ենք փորձում հասկանալ, դրա համար ասում ենք չինարեն, հա, դեռևս տարբերակը չենք հասկանում, մի քիչ մեծանա երևի կհասկանանք։ Բոլորը նախանշում էին, կանխատեսում էին, որ դուք պատմության ուղղությամբ պիտի սովորեք եւ այդ առարկան ընտրեք, սակայն դուք որոշում եք փոխել պլանները։ Ես պատմություն սիրել եմ, ես պատահական չասեցի ձեզ, որ ընթերցանության այդ ընթացքում պատմական, եթե նույնիսկ դա դիցաբանություններ կամ հայոց պատմություններ իր բոլոր ելևէջներով եւ ոչ թե դասագրքային, այլ հարակից գրականությամբ շատ էի կարդում, մասնակցում օլիմպիադաների եւ սիրում էի պատմությունը, այդ պատմության նկատմամբ սերը էլ ավելի խորացավ, երբ որ պետք է ընդունվեի համալսարան, դե գիտելիքները համակարգելու նպատակով 5-6 ամիս պետք է այդպես ընթացիկ պարապեի, այսպես ասած, որպեսզի այդ դիմեի ընդունելության համար եւ լուսահոգի դասախոսս Պետրոսը Հովհաննիսյան հայոց պատմության ֆանտաստիկ դերակատարում ունեցավ իմ կյանքում եւ ես իրեն շատ էի սիրում ու այո ինքը ինձ համոզում էր ինչ ես գնում դու այդ իրավաբանական, ինչի՞ դա պետք։ Արի, ասում էի Ընկերով Անսյան ջան, ես շատ եմ ձեզ սիրում, պատմությունն էլ եմ շատ սիրում, բայց ախր ես ուզում եմ գործ ունենալ իրականության հետ եւ ոչ թե արդեն անցած գնացածի հետ, այդպես ինքս ինձ էլ էի համոզում, որ չէ, չգնամ, այդպես չգնացի։ Ու որոշումս կայացվեց օգուտ իրավագիտության։ Ձեր առաջին աշխատանքները շատ ցածր վարձատրվող աշխատանքներ էին, 29000 դրամ, ինչ որ միտեղ կարդացել եմ առաջին աշխատավարձը։ Արդարադատության նախարարությունում առաջին կարգի մասնագետ։ 29000 դրամ բարձրացեցիք, 19800 դրամ առաջի աշխատավարձը։ Եվ արդյոք դա իրականության հետ բախում չէր ձեր երազանքների եւ իրականության։ Ամենևին։
աշխատավարձը երբևէ հատկապես այդ փուլում ինձ համար շարժիչ գործոն չի եղել։ Ստանդարտ նախադասություն չեմ ասում, անկեղծ եմ ասում ձեզ։ Ինձ համար դուք իսկապես չեք պատկերացնում, ես ինչ սիրով, էներգետիկայով, էլի նորից այդ անհագուրդ մոլուցքով փորձում էի հնարավորինս շատ սովորել, շատ իմանալ, ներգրավել ամենտեղ։ Այդտեղ աշխատավարձի թեմա չկար, այդտեղ կար մասնագիտական աճի թեմա, որտեղ ես սովորում էի իմ կողքի բոլոր մարդկանցից ու փորձում էի այնպես անել, որ ինձ վստահեն առավելագույնը։ Ինչպես ստացվեց ձեր կարիերան, ինչպես կարողացաք աստիճան առ աստիճան բարձրանալ։ Գիտեք, սկսենք նրանից, որ ես առաջին հերթին այդ կարիերայի աճից դեռ նախորդող հատվածում ուզում եմ իմ մասնագիտական ու ակադեմիական միջավայրում աճից սկսել, որտեղ առաջինը դա է եղել։ Ես Երևանի պետական համալսարանում սովորելուց անմիջապես հետո ընդունվեցի ասպիրանտուրա եւ տեխնացուական ատենախոսություն պաշտպանեցի 2009 թվականին եւ ուզում եմ ասել, որ հենց այդտեղ տարբեր մարդկանց շնորհիվ ձևավորվեց աշխարհայացք, ձևավորվեց արժեհամակարգ, ձևավորվեց մասնագիտական որոշակի ուրեմն ձեռքբերումների նկատմամբ կոնկրետ վերաբերմունք եւ դրանից հետո արդեն Արդարադատության նախարարությունում կարիերային աստիճանի ամենացածր աստիճանից եմ ես սկսել։ Ես սկսել եմ ամենացածրից։ Մարդիկ հաճախ տարիքի պատճառով մտածում են, որ դե տենց ինչ թռիչքաձև զարգացումներ, ինչ հեղափոխական զարգացումներ են, այդպես չէր։ Ես շատ վաղ եմ սկսել աշխատել։ 19 տարեկան կարծես թե չէր լրացել, երբ որ ես սկսեցի աշխատել, կամ գուցե մի ամսվա տարբերությամբ լրացել էր։ Ու այդպես 3 տարի աշխատել եմ առաջին կարգի մասնագետ, հետո առաջատար մասնագետ, պես տանդաղ աստիճաններով։ Հետո ինձ վստահվեց Արդարադատության նախարարությունում վարչության պետի տեղակալի պաշտոն, որտեղ նախարարի, փոխնախարարների, կառավարության տարբեր ներկայացուցիչների հետ, որտեղ ինչու եմ սա ասում, որտեղ սա սովորական վարչություն չէր։ Դա ամբողջ երկրի իրավական ակտերի փորձաքննությունը տվող վարչությունն էր, այսինքն դու տեսնում էիր բոլոր պետական մարմինների ակտերը, դու ունեիր պատասխանատու ոլորտներ, այսինքն, չգիտեմ, կենտրոնական բանկի ակտեր, գյուղատնտեսություն, էկոնոմիկայի նախարարություն, ֆինանսներ, այսինքն դու բոլորի իրավական քաղաքականության հետ ամեն ինչը տեսնում էիր, քեզ էլ էին տեսնում։ Եվ ես այդ վստահությունը ամեն ինչ արել եմ, որպեսզի գետնով չտամ։ Ինձ համար ամենակարևոր բանը մարդու վստահությունն է իմ նկատմամբ։ Մարդկային վստահություն, անձնական վստահություն, ընկերական վստահություն, մասնագիտական, քաղաքական, կարևոր չի։ Ես ամեն ինչ անում եմ, որ դա գետնով չտամ։ Իսկ ամենաշատը ով ձեզ վստահեց, ում վստահությունը առաջին հերթին ձեզ թռիչք տվեց։ Նայեք, ես կարծում եմ, որ տարբեր փուլերում տարբեր մարդիկ են եղել, որոնք այդ վստահությունը տվել են, այսինքն երբ որ սկսվում էր, ես դες ասացի, եթե ակադեմիական միջավայրում իմ ղեկավարը լուսահոգի, որը ինձ վրա ունեցել է ազդեցություն թե մարդկային աշխարհայացքի ձևավորման, եւ թե անգամ քաղաքականության մեջ վարքագծի առումով, ինքը գերագույն դատարանի դատավոր է եղել, հա, եւ կարևոր սկզբունք եմ իրենից սովորել։ Ճիշտ ժամանակին կանգ առնելու եւ ճիշտ ժամանակին հեռանալու սկզբունքը։ Ես այդ մարդուց Տարիել Բարսեղյանից սովորել եմ շատ բան։ Ես շատ քիչ եմ տեսել մարդիկ, ովքեր կարողանում են կանգ առնել։ Այս մարդը լինելով հարգված, ամբիոնի վարիչ, Շատ հայտնի մարդ, բազմաթիվ բարձր պաշտոններ զբաղեցրած, ինքնակամ կարողացավ այդ հետքայլը կատարել։ Օրինակ, իսկապես մարդիկ կան, որոնցից դու այդպես սովորում ես։ Իսկ արդեն տարբեր փուլերում քաղաքականության, տարբեր մարդիկ, տարբեր պաշտոններ կամ պատասխանատվության տիրույթներ հավատացին ու վստահեցին, անգամ գուցե հաղթահարեցին իրենց բնական թերահավատությունը իմ նկատմամբ, հա։ Մի կնոջ, երիտասարդ կնոջ նկատմամբ, որը որևէ տոհմից չէր սերում, որևէ մեկի մտերիմ բարեկամը չէր, որևէ մեկի հարազատը չէր, ուղղակի իր մասնագիտական ունակություններով փորձում էր ձեռք բերել վստահություն։ Տարբեր փուլերում տարբեր մարդիկ են եղել։ Ու ես ամեն բան արել եմ, ես կարող եմ հաստատ ասել, որ ես ամեն բան արել եմ, որ այդ մարդկանց վստահությունը գետնով չտամ։ Ամենաբարդը
այդ վստահության ժամանակ ու վստահությունը արդարացնելու փուլերում դա այն ներքին դիմադրությունն էր, որը կար։ Այսինքն եթե քեզ վստահել են ինչ-որ պաշտոն, դա չի նշանակում, որ կողքինները համաձայն են, որ դու այդ պաշտոնը զբաղեցնում ես։ Մարդիկ կային, որոնք բացարձակապես չէին տեսնում այդտեղ։ Մարդիկ կային, որոնք իրենց էին տեսնում իմ փոխարեն։ Եվ այդ բոլորը իմ անվան շուրջ միահյուսում էր պատմություններ ու պատմություններ, որտեղ մեկն ասում էր, մյուսը հարստացնում, այն մյուսը սցենար գրում։ Այդ պատմություններն առանձին ապրում էին իրենց կյանքով։ Բնակվելով Միացյալ Նահանգներում եւ ապրելով այս մշակույթում, բոլորը գիտեն, թե որքան կարեւոր է will and trust-ը, կտակը եւ ժառանգությունը։ Երբ մարդիկ տեղափոխվում են այստեղ Միացյալ Նահանգներ Հայաստանից, երբեմն տեղեկությունների սահմանափակ լինելու պատճառով չեն հասկանում այդ ամենի կարևորությունը։ Այսօր մենք Աննա Գրիգորյանի հետ, ով ներկայացնում է Grigoryan Law Firm-ը, որն էլ մասնավորապես զբաղվում այս կարևոր թեմաներով, խոսելու ենք հենց միգրացիոն խնդիրներից հետո առաջ եկած կտակի եւ ժառանգության հարցերի վերաբերյալ։ Աննա, բոլորը շատ վստահում են քո խոսքին եւ այժմ վստահ եմ նաեւ էկրանների առաջ ուզում են հասկանալ, թե ինչպես է պետք անել կտակը եւ ժառանգությունը, եթե էմիգրանտ ծնողները կարողացել են որոշակի անշարժ գույք ձեռք բերել։ Առաջինը կուզեմ նշեմ, որ ստատուսը Ամերիկայում, եթե citizen են կամ չէ, կարևոր չի trust կազմելու համար։ Resident-ն էլ, permanent resident-ն էլ վիզայով ապրողն էլ կարող է trust կազմի Ամերիկայում, եթե ունի ունեցվածք։ Երկրորդը, երբ որ ունենք իմիգրանտ ընտանիքներ, especially շատ եմ ունենում իմիգրանտ ծնողներ, մամաներ, որ գալիս են 0-ից ամեն ինչ ստեղծել են իրենց երեխաների համար ու իրենց միանք վախը լինում է, ես եմ այս ամեն ինչը ստեղծել։ Ես մենակս եկել եմ, հետո վերել եմ իմ երեխեքին, հիմա ունեմ այս տունը, ոնց եմ այս ամեն ինչը իրանց փոխանցելու։ Կան օրենքներ ու այդ ամենագեղեցիկ Ամերիկայում, որ օրենքներ կան պաշտպանելու թե ընտանիքներին, ովքեր ամբողջությամբ ունեն իրանց ունեցվածքը եւ գիտեն ում փոխանցեն, թե ընտանիքներ, որ չգիտեն ումա գնալու այս ամեն ինչը, թե ընտանիքներ, որ տեղեկացված չեն։ Օրենքը այնպես է գրված, որ եթե կա միայնակ մայր, կա միայնակ հայր, կան քույր եղբայրներ, ովքեր ունեն ինչ-որ մի բան եւ ուզում են փոխանցեն իրանց ընտանիքի մյուս անդամներին կամ ժառանգներին, դա կարող են անել առանց դատարանի միջամտությամբ, առանց ավել ծախսեր վճարելու թե պետությանը, թե attorney-ներին եւ ամենակարևորը ունեցվածքը հասնի տվյալ մարդուն եւ հասնի առանց ինչ-որ մի դժվարությունների։ Շնորհակալություն եւ նշեմ, որ հեռախոսահամարով զանգելով մեր տրամադրած դուք առավել մանրամասն կիմանաք ամենի մասին եւ կարող եք նաեւ հյուրընկալվել այս լուսավոր եւ սրտաբաց գրասենյակ։ Ես մեր հին, լավ ու բարի գործընկեր Vivaldi բանկետ հոլում եմ, սակայն այսօր խոսալու ենք catering-ի մասին։ Եկեք մի պահ abstract-վենք ու պատկերացնենք, որ ես գտնվում եմ ձեր գրասենյակում, ձեր բիզնեսում կամ ձեր տանը եւ պատկերացնենք, որ մենք որոշել ենք 10-ից 12 աշխատակիցների կամ հյուրերի համար լանչ պատվիրենք։ Կամ ասենք գտնվում ենք ինչ-որ գրասենյակում, որտեղ ծննդյան արարողություն է եւ պատրաստվում ենք 10-ից 12 հոգով նշել լանչի ժամին մեր գործընկերոջ ծննդյան տարեդարձը։ Ահա այսպիսի ֆանտաստիկ լանչ կարող եք դուք պատվիրել եւ ունենալ ձեր տանը, ձեր օֆիսում, ձեր գրասենյակում, եթե որոշել եք 10-ից 12 հոգով լանչ անել։ Այս քանակի ուտելիքներ ես կարծում եմ չեն կարող յուրացնել եւ ուտել 10-12 հոգի, որովհետեւ այստեղ իմ կարծիքով 10-ից 15-ից 20 հոգու համար նախատեսված ուտելիք է։ Կարող եք ընտրել, Vivaldi-ն տալիս է այդ հնարավորությունը, կարող եք ընտրել 2 պրոտեին, տվյալ դեպքում ես ընտրել եմ հավ եւ տավարի քաբաբ։ Կարող եք ընտրել 2 գարնիր, ես ընտրել եմ կարտոֆիլ եւ բրնձով փլավ եւ 2 աղցան, հայկական ավանդական սալատ, տեսնում եք աղցանը, եւ ընտրել ենք ջաջղ, որը շատ սիրում են մեր հայրենակիցները, եւ սոուսի անվան տակ ուղարկում են նաեւ հումուս։ Ընտրության հնարավորությունը լայն է եւ դուք կարող եք որոշել ինքներդ եւ ունենալ ընդամենը $150-ով։ Այս պայն ես գտնվում եմ Իմպլանտում կլինիկայի Երևանյան Կոմիտասի մասնաճյուղում ու պիտի նշեմ, որ բացի նրանից, որ արդեն երկար ժամանակաշրջան է, ինչ մենք համագործակցում ենք այս կլինիկայի հետ, անձամբ ես եւ իմ ընտանիքի անդամները հաճախ են լինում այս կլինիկայում եւ յուրաքանչյուր մանրուք այստեղ չափազանց պրոֆեսիոնալ եւ սրտացավ կերպով է իրականացվում եւ այդ ամենը նաեւ բժիշկ Դավիթ Մաթևոսյանի օգնությամբ
ողջույն, շնորհակալ եմ որ ժամանակ եք գտել, թե Լոս Անջելեսում եւ թե այստեղ սրտացավ եւ լավ մասնագետներ ունեք, ինչպես եք ընտրում մասնագետների։ Մասնագետների ընտրությունը առաջնահերթ կայացնում ենք պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաեւ մարդկային հատկությունների շնորհիվ, որովհետեւ դա շատ կարեւոր ենք համարում թիմային աշխատանքը, ինչպես նաեւ ուզում եմ նշել, որ մեր մոտ քանի որ կլինիկան հանդիսանում է նաև բազա ստոմատոլոգիական համալսարանի, շատ դեպքերում մեր մասնագետները հենց մեր մոտ սովորում են։ Այսինքն հենց սկզբից մեր մոտ անցնում է նախնական ուսուցումը եւ հետագայում մենք արդեն հնարավորություն ենք ունենում լավագույններին պահպանել մեր մոտ հետագա շարունակելու աշխատանքը մեզ մոտ։ Հիանալի է, իսկ ես ասեմ ինչով է հարմար օգտվել իմպլանտումից։ Եթե դուք որևէ գործընթաց եք իրականացնում Միացյալ Նահանգներում եւ պիտի պլանավորեք հետագայում գալ Հայաստան կամ հակառակը, ապա follow-up, այսինքն հետևելը գործընթացին եւ զարգացումներին շատ ավելի հարմար ու պրակտիկ է, որովհետեւ նույն մեթոդներով, նույն ինֆորմացիայով եւ նույն մասնագիտական մոտեցմամբ ամենը արվում է թե Հայաստանում եւ թե Միացյալ Նահանգներում։ Իսկ բոլոր նրանք, ովքեր մեզ դիտում են Մոսկվայից, ասեն, որ Մոսկվայում իմպլանտումը եւս գործում է։ Շնորհակալություն բժիշկ։ Ես էլ եմ շնորհակալ։ Art and Beauty Aesthetics-ում մտածում են ձեր առողջության մասին եւ դա անում են պրոֆիլակտիկ տարբերակով նաեւ։ Բժիշկ Արտակ Մկրտչյանն է այսօր մեզ հետ, ողջույն բժիշկ։ Բարև Մհեր ջան։ Վերջերս շատերը մեզնից անընդհատ հիվանդանում ենք եւ դա սկսում է կոկորտից, քիթ կոկորտով շարունակվում է, ջերմություն եւ այլն։ Այդ առումով արդյոք IV գործընթացները միջ երակային, այո, դրանք կարող են օգնել։ Շատ ճիշտ սեզոնում ենք հիմա այս նկարահանում անում, որ ինչ ակտուալ է, բոլորը հիվանդ են այս վիրուսային վարակով, ինչ է այդ IV թերապիան։ Ուղղակի օգնում է ձեր օրգանիզմին դիմադրել։ Ինքը վիրուսին չի բուժում, դա պետք է ձեր օրգանիզմը պայքարի, ուղղակի տալիս է այն բուստը իմունիտետի դիմադրողականության, որպեսզի դրա մեջով հեշտ անցնեք։ Եթե դուք զգում եք արդեն ձեզ մոտ սկսում են այդ սիմպտոմները, եթե ժամանակ ունեք, խնդրեմ, այցելեք մեզ մոտ, մենք ձեզ կօգնենք IV այդ ներարկումների միջոցով ավելի հեշտ անցնել կամ նույնիսկ առնել դրա դեմը, որ նույնիսկ չվարակվեք։ Բացի այդ վիտամինների կոմպլեքսից, լյարդի դետոքսիֆիկացիայից, այս վերջերս շատ պոպուլյար է նաև NAD+-ը, դա օրգանիզմի ամենամեծ էներգետիկ մոլեկուլն է։ Ես ունեմ արդեն անթիվ հաճախորդներ, որոնք որ ուղղակի շատ հաճախ գալիս են մեր մոտ, որտեղ իրենց ուղեղի պարզ աշխատականությունը, իրենց ֆիզիկապես եւ այլ production-ը շատ ահավոր բարձրանում է դրանից։ Խնդրում եմ վերցեք մեզ մոտ ժամադրություն, կոնսուլտացիա կանենք եւ ամենակարևորը անհատական է այդ մոտեցումը, մենք որոշում ենք ձեզ ինչ կարիք կա, դա ձեզ արվում է։ Ես հավելեմ նաեւ, որ դա անմիջապես անդրադառնում է նաեւ ձեր արտաքին տեսքի, մաշկի առողջության, փայլի եւ ընդհանուր առմամբ ձեր կենսախնդության վրա, այնպես որ անպայման այցելեք եւ այս IV գործընթացները հաստատ ձեզ համար են։ Շատերը ձեր հաջողությունները որպես քաղաքական գործիչ երիտասարդ կին կապում էին նաև քաղաքական տարբեր գործիչների հետ։ Ես հասկանում եմ, որ քաղաքականությունը այնպիսի բան է, որ բնականաբար իհարկե ամենափոքր բաներից քննարկումներ բազմաթիվ կարող են առաջանալ։ Արդյոք դրանք մտահոգում էին ձեզ, նեղացնում, վիրավորում էին ձեզ այդ ժամանակ։ Ես երիտասարդ կին էի, որը առաջինն էր, որ այդ տարիքում զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոն։ Առաջին կին նախարարը արդարադատության եղել եմ ես։ Ինչպես արդեն ասացի, հետաքրքիր օրինաչափություն կա այդ փուլում հատկապես։ Երբ որ որևէ անձ դերակատարում է ունենում տղամարդու հաջողությունների մեջ կամ մասնագիտական կամ իրեն տեսնում է, վստահում է, հա։ Դու ունես ունակություններ, քո ունակություններին օրինակ վստահում են։ Այդ դեպքում շատ հանգիստ ասում են, այդ գիտեք, իր աջ ձեռքն է, իր ամենավստահելի մարդն է, չգիտեմ էլ ինչ։ Հայ երբ որ կնոջն են վստահում, այդտեղ սկսվում են պատմությունները։ Ասես հումոր էի անում, ասում էի իմ կենսագրությունը շատ հեղինակներ ունի եւ նմանասերիալի ու ես էլ գիտեք նստած սպասում եմ հաջորդ սերիան երբ է դուրս գալու, որ հասկանամ այդ սերիալի մեջ այս անգամ որ տեղում եմ ես, գլխավոր դերում եմ թե ինչ որ։ Արդարադատության նախարարի պաշտոնը ինձ վստահելը, ես կարծում եմ, անկախ նրանից ովքեր են դերակատարում ունեցել, ով է առաջարկել, վերջո Սերժ Սարգսյանն է նշանակել, դա եղել է բավականին դրամատիկ, որովհետև երկար
ժամանակ ընդմիջվեց նախորդ նախարարը երբ հրաժարական տվեց ու ես երբ նշանակվեցի, իրականում տևական փուլ էր, այդտեղ ընդմիջում եղավ, որտեղ այո արձակուրդային շրջան էր, ես նշանակվել եմ 2015 թվականի սեպտեմբերի 4-ին, որ ձեզ համար պարզ լինի։ Նախորդ նախարարը հրաժարական է տվել 2015 թվականի հուլիսի 20, չեմ հիշի հիմա հստակ ամսաթիվ, որ դուք պատկերացնեք այդ 1.5 ամիսը ով ինչ երևակայություն ուներ, ինչպիսի ֆանտազիա, ինչպիսի դժկամություն, ինչպիսի նախապաշարմունք, ինչպիսի դժգոհություն որոշում կայացնողի որոշման հետ, բոլորը ապրում էին մամուլի էջերում։ Բայց ես ունեմ մոտեցում։ Ես կարծում եմ բոլոր այդ պատմությունները իմ մասին չեն։ Միշտ։ Դա հասարակության մասին է եւ դա պատմողների, դա շրջանառողների։ Ես միշտ մոտեցում եմ ունեցել, ես երբեք պատասխանատու չեմ նրանց համար, թե ովքեր ինչ են հյուսում իրենց հիվանդ երևակայություններում, ինչ են մտածում, ինչու են մտածում։ Դա բացարձակապես իրենց գործն է։ Դա իմ մասին չէ, այդ պատմությունը իմ մասին չէ, դա այդ պատմությունները հորինողների մասին է։ Նրանց արժեհամակարգի, նրանց սկզբունքների, նրանց բարոյականության, բոլորը ուրիշի մասին է։ Դուք ինձ հարցնում եք ուրիշի պատմությունը, դա իմ պատմությունը չէ։ Անկասկած, մհեր, ասել, որ դա շատ հաճելի է եղել, նշանակի, անադեկվատ լինել նվազագույնը։ Բայց ասացի ես արդեն ինչպես եմ դրան վերաբերվել։ Իսկ իրականում ինչ հարաբերություններ էին ձեր եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ։ Շատ նորմալ, շատ մարդկային, եւ այդ մարդկային հարաբերությունները թե իր հրաժարականից առաջ եւ թե հրաժարականից հետո պահպանվել են եւ դրանք մարդկային հարաբերություններ են, դրանք քաղաքական հարաբերություններ չեն եղել ընտանիքի անդամների հետ եւս ես ճանաչում եմ, շատ նորմալ հարաբերություններ, սովորական հարաբերություններ։ Իսկ ինչպես էր աշխատել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի հետ։ Մենք պատրաստվում ենք իր հետ հարցազրույցի ու հետաքրքիր կլինի լսել ձեր կարծիքը իր մասին որպես նախագահի։ Նախագահ Սարգսյանը պահանջկոտ է եւ շատ հետաքրքիր հայացք ունի հարցերին, այսինքն երբ որ դու որպես արդարադատության նախարար իրեն ինչ որ հարց ես զեկուցում, իր մոտեցումը կամ քո հնարավոր հարցը, որ նա կարող է տալ թեմայի որևէ ուղղության վերաբերյալ, կարող է ամենևին քո ակնկալիքների կամ քո պատկերացրածի շրջանակում չլինել, ինքը կարող ասել, իսկ այս մասը նայել ես, օրինակ, իսկ այսա ուսումնասիրել ես, այդպես հետաքրքիր էր ամեն դեպքում, ինձ համար շատ հետաքրքիր փորձառություն է դա եղել։ Յուրաքանչյուրից սովորել եմ, յուրաքանչյուրին դիտարկել եմ, ինչպես իրենց ուժեղ, այնպես էլ թույլ կողմերում։ Այ ինչպիսի նախագահ է Սերժ Սարգսյանը։ Ինչ առումով։ Լավ նախագահ էր, սխալներ ուներ, վատ նախագահ էր։ Նայեք, ես չեմ կարծում, որ հարցը ինքնին գնահատականի տեսանկյունից ճիշտ է անձին գնահատել։ Եթե համակարգի տեսանկյունից նայենք, համակարգը նախ անսխալական մարդիկ չեն լինում, եթե զուտ մարդկային, անսխալական մարդիկ չեն լինում, ոչ ես, ոչ նախագահ Սարգսյանը, ոչ նախագահ, չգիտեմ, Քոչարյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ ինչ որ մեկը։ Այդպիսի երևույթ, եթե ինչ որ մեկը մտածում է ինքը անսխալական է, այդպիսի բան գոյություն չունի։ Հետևաբար ես համոզմունք ունեմ, որ բոլորը ձգտում ունեն հասնել առավելագույնին եւ այդ ճանապարհի ընթացքում իրենց ձգտումների մեջ կարող են իրենք այլ բան պատկերացնել եւ բոլորովին այլ բան ստանալ։ Շատ հետաքրքիր այդպես խոսք կա, ասում են արդյունքները, դրական արդյունքները շատ քիչ կապ ունեն դրական մտադրությունների հետ։ Այսինքն մի բան է մտադրությունը, մի բան արդյունքը։ Եվ այդպես այս ընդհանուր նախագահ Սարգսյանն ինչ եմ ասում, այլ առհասարակ ընդհանուր առմամբ բայց չէ նույն մոտեցմամբ չեք վերաբերվում նաև օրինակ Նիկոլ Փաշինյանին, մտածելով որ գուցե իր ակնկալիքները այլ էին, բայց ստացվեց այսպես։ Որովհետև կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի պարագայում նախ էլի նորից, այսպես ասեմ, հա, կարևոր նշանակություն ունի հանգամանքը, թե հետևողականության մեջ մենք ինչի մասին ենք խոսում։ Բազմազան սխալների, որտեղ գնահատականները կարող են տարբերվել, թե հետևողականորեն ինչ որ կոնկրետ մի, այսպես ասենք, շատ ցավոտ մեծ ողբերգության։ Մենք խոսում ենք սխալների, թե ողբերգության մասին։ Սխալների։ Ահա։ Դե սխալների մասով նույն մոտեցումը կարող եմ ունենալ։
Բացարձակապես ես չեմ ասում, որ օրինակ ինչ-որ մի հարցում ինքը կարող է շատ լավ մտադրություն ունենալ, վերջում ստացվի այլ բան։ Կառավարման մեջ այդպես է։ Կառավարման մեջ այդպես է եւ ասածս վերաբերում է նաեւ Նիկոլ Փաշինյանին։ Բայց եթե դուք հարցնում եք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այս կամ այն վերաբերմունքի կոշտության կամ ավելի անհանդուրժող լինելու մասով, այստեղ խոսքը ես կարծում եմ, խոսքը պետք է վերաբերի եւ հարցը պետք է դիտարկվի այլ հարթության մեջ։ Ինքնություն, ազգային արժեքներ, հայրենիքի կորուստ, մարդկանց խոսույթը այս տեսանկյունից այդպես է։ Եկեք մի քիչ ավելի հեռու գնամ, հա։ Ես անկասկած չեմ դասվում եւ երբեք չեմ մտածել, որ նախկին իշխանական համակարգը օրինակ կոռումպացված չի եղել։ Եթե օրինակ ամենահիմնական մեղադրանքներից մեկը վերցնենք, չէ՞, մարդկանց խոսույթում գերակայող թալանչի, կոռուպցիոներ, չգիտեմ ինչ եւ այլն։ Օրինակ եթե ինձ հարցնեք, ես չեմ ասի, որ կոռուպցիա չի եղել։ Ավելին, ես երբեք չեմ վիճարկի հասարակության իրավունքը տալ այդ հարցերը կոռուպցիայի վերաբերյալ։ Ավելի առաջ գնամ։ Ես որպես հասարակության անդամ հասկանում եմ եւ ինքս էլ ունեմ հարցեր, հատկապես օրինակ իշխանափոխությունից հետո իմ մոտ էլ ինչպես հասարակության մոտ ծագում են հարցեր։ Երբ որ դու տեսնում ես, որ որևէ պաշտոնյա 10-15 տարի օրինակ զբաղեցրել է գյուղապետի պաշտոն ու հանգարց իշխանափոխությունից հետո պարզվում է, որ ինքը դոլարային միլիոնատեր է, չի կարող հասարակությունը այդպիսի հարցեր չտալ։ Չեմ կարող ես այդ հարցերը չունենալ։ Այդ հարցերից ոչ պետքա խուսափել, ոչ էլ պետք է այդ հարցերից վիրավորվել։ Այդ հարցերին պետքա համոզիչ պատասխանել ու փաստարկներ ներկայացնել։ Բոլորովին այլ հարց է, հարթությունը շատ կարևոր է, որ դու բալանսավորես։ Բոլորովին այլ հարց է, երբ դու արդար հարց պիտի տաս, եւ արդար հարցը հետո դառնում է քարոզչական։ Դա դառնում է քարոզչություն։ Անընդհատ լսում ես միլիոնների ու միլիարդների մասին, բայց արդյունքները պետք է չափելի լինեն ու պետության դերը արդյունքով է չափում։ Այդքան է վերադարձվել թե ոչ։ Այդպես է իրականում թե ոչ։ Բայց որ հասարակությունը իրավունք ունի հարցերի պատասխանները ստանալ, դա միանշանակ է։ Այլ հարց է, որ նորից կրկնեմ, սխալների բովանդակության կամ սխալը սխալ թե ողբերգություն անվանելու հարցեր կան այստեղ։ Հայրենիքի կորուստ, հայրենիքի կորուստը թոք համարելը, բեռ համարելը, հա, չգիտեմ, տարատեսակ այլ հարցերը, որոնք նայեք ինչն է հարցը։ Այդ ամբողջը կարող է միանգամից այսպես չհայտարարվի։ Կամաց խոսույթի միջոցով դանդաղ ադապտացնել նրան, որ կարող ես այս սրա վերաբերյալ էլ հարց տալ, այն մյուսի վերաբերյալ էլ հարց տալ, սա էլ վիճարկել, նա էլ վիճարկել։ Այսինքն ես առհասարակ համարում եմ, որ կարմիր գծերը դրանք մարդկային դիմագծի, մարդկային բարոյականության եւ առհասարակ մարդու արժեքային համակարգի մասին շատ բան են տալիս։ Եվ առհասարակ պետության ղեկավարների, պետությունների միջև հարաբերությունները դրանք մարդկային հարաբերությունների մասին են։ Գեոպոլիտիկ, երբ որ բոլորը սիրում են քննարկել, հա, չգիտեմ, Իրան-Իսրայել, Միացյալ Նահանգների մա քննարկում են սա այսպես այնպես, այդ ամբողջը մարդկային հարաբերությունների մասին է։ Եվ մարդկային հարաբերություններում, ինչպես ցանկացած տեղ, ինչպես այդտեղ եւս կարմիր գծերն ամենակարևոր բանն են։ Կարմիր գծերը ամենակարևոր բանն են։ Հիմա ես ունեմ կասկածներ, որ մենք առհասարակ որևէ հարցում կարմիր գծեր պահպանել ենք։ Որ որևէ հարցում մենք ունենք օվերտոնի պատուհան բացելու կամ ավելի ճիշտ չբացելու գոնե այսպես հաստատակամություն։ Իսկ օվերտոնի պատուհանը դա բոլորը գիտեն, հա, այսինքն դու սկսում ես մի հատ թեմա քննարկել, հայտնի օրինակ կա, հա, մարդակերությունը թույլատրելի է թե ոչ։ Դու ինչ մարդիկ ասում են, ինչ եք խոսում։ Հետո գալիս է երկրորդ փուլը։ Ինչ որ մարդիկ ասում են, դե հա, բայց օրինակ մարդակերությունը հասկացանք անթույլատրելի է, բայց օրինակ այս դեպքերում պետքա քննարկել կարելի է թե չէ։ Հետո հայտնվում են այսպես շարունակ 1, 2, 3, 4 ինչ որ փուլերում, ու եկել հանգարց բարձրացնում է կարելի է։ Թեև ես որոշել եմ հարցը ձեզ չտալ, սկանդալային որևէ հարց չտալ մեր զրույցի նախորդ հատվածից հետո, բայց այնուամենայնիվ ես հարցը հարցնեմ կապված հարց բերողի հետ, շատերը ձեր անվան հետ են կապում նրա կյանքի ելքը եւ շատերը կարծում են այդ ժամանակ դուք սխալ որոշում եք կայացրել։ Ինչ կասեք այս մասին։ Եկեք սկսեմ սկզբից, մատ որս մանոսի նման կարճ ասեմ, հետո նոր բացատրեմ ինչի եմ դա ասում։ Ուրեմն այսպես։ Թե այն ժամանակ, թե հիմա արդարադատության որևէ նախարար կապ չունի մարդուն կալանավորելու, կալանքից ազատելու, իրեն ձերբակալելու, ազատությունը սահմանափակելու եւ նմանատիպ այլ հարցերի հետ։
Այս հիշեցիք։ Հիմա եկեք հերթականությամբ։ Ես արդարադատության նախարար եմ, քննիչը որոշում է կայացնում, մտնում է, միջնորդում է, դատարանը որոշում է կալանավորել։ Բերում են քրեակատարողական հիմնարկ։ Ինքը գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Մեկ էլ մամուլում այդ թվում տարածվում է տեղեկատվություն, որ ինքը ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն։ Մի հատ նորից ֆիքսենք։ Ինչքան ուզում է մարդը հիվանդ լինի, հիշեցնեմ, այս իշխանությունների ժամանակ դատարանի դահլիճում մարդ մահացավ։ Արմեն Գրիգորյանը։ Չեք գտնի մի մարդու, թե ընդդիմությունից, թե իշխանությունից, ով որ այդ ժամանակվա նախարարին մեղադրեց ու ասաց, այ նախարարն է մեղավոր։ Էդ էլ նորից ինչ որ փուլը անցնում ես ու դադարում են այդ խոսակցությունները, բայց մարդկանց համար պետք է պարզ լինի։ Այս թեման այն գիտեք ինչն է իմ համար վիրավորական, այս հարցը շատ մարդու կարող էիք տալ։ Իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ կանոններ էլ կասեմ։ Բայց ինձ չէ, էլի։ Մի տեսակ այնց տպավորություն, որ ես գալիս ես, նստում ես ու պետք է արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես, քո անվան հետ 10 տարի շարունակ Մեհեր ջան, միսը կերել են դրա համար։ Մինչև այսօր բոլորը իրենց պարտք են համարում, հենց ինչ որ մի բան ես ասել, որտեղ բոլորը քեզ շնորհակալ են լինում, ասում են մերսի, որ այս տեսանյութով մեզ մի կարևոր բան ասեցիր, օգնեցիր, տակը պարտադիր հայտնում է ինչ որ մեկը, որ գնում է, բայց չմոռանաս, որ դու հաց բերողին սպանել ես։ Հիմա եկեք ես իրավաբան եմ, բայց այդ իրավաբան լինելուց զատ էլ նաև էմոցիոնալ ստեղ հատված կա։ Հիմա ինչա տեղի ունենում։ Մեկ էլ լրատվամիջոցներով տարածվում է, ասում են թղթեր է ներկայացրել փաստաբանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցչի գրասենյակ։ Ու մեկ էլ քրեակատարողական հիմնարկ։ Այդ թղթերից երևում է, որ ինքը չի կարա կալանքի տակ մնա։ Մի բան ասեմ, ես ոչ մի դատապարտյալի այդպիսի թղթերի հետ ամենօրյա իմ աշխատանքը դա իմ պարտականությունը չի։ Կա քրեակատարողական հիմնարկ, կա քրեակատարողական ծառայության ղեկավար, հիմնարկի պետ, բժիշկներ, հազար մարդ իրանց իրավասությունն է, ես չեմ։ Բայց չնայած դրան այդ աղմկահարույց հատվածը, այդ ամբողջը, չմոռանանք, ես էլ քարոզարշավի մեջ եմ, երրորդ համարն եմ։ Որ այս ամբողջ պերճանքը պատկերացնեք, էլի ինչա տեղի ունենում, պերճանքն ու թշվառությունը ամբողջը երևում է։ Հարմար թիրախ եմ քաղաքական հաշվեհարդարի համար։ Ես հարցնում եմ քրեակատարողական հիմնարկից, ասում եմ, թղթերը ինչ ա գրած, ինչ հիվանդություն է, չեմ սխալվում, Բեղտերևի հիվանդություն։ Ասում են ցանկի մեջ կա, ինքը չպետք լինի։ Խորհրդակցում եմ բժիշկների հետ, զանգում եմ, հարցնում եմ, Կոստանյան Գևորգը այն ժամանակ մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացուցիչներ, բժիշկներն ասում են, հա, կարող է խնդիր լինի, իսկապես կարող է, ինքը կալանքի հետ անհամատեղելի է։ Խոսում եմ գլխավոր դատախազի հետ։ Այս ամբողջը ոչ թե ի պաշտոն է, որտեվ ես պետք է այդ ամբողջն անեի։ Ես հոգատարություն եմ ցուցաբերում այն ինֆորմացիա եւ այն աղմուկի նկատմամբ, որը կա այդ մարդու առողջությունից։ Իսկապես ցավում եմ, որ այդպիսի ելք ա եղել։ Բայց դա իմ հետ կապ չունի, 0, նորից 0։ Մի խոսքով, հաջորդ օրը մամուլից իմանում եմ, որ քննիչը, ֆիքսենք քննիչը, ես չէ, իմ աշխատողը չէ, քննիչը, որը ինչ չի ենթարկվում։ Ընդհանրապես կապ չունենք մենք, ընդհանրապես։ Գնում եմ միջնորդում, ասում եմ կալանքը փոխեք։ Լավ, փոխում են։ Դա լինում է 2016 դեկտեմբեր 30։ Հիշողությունս չի դավաճանում, չեմ կարդաց եկել։ Ասեմ, ես հիշում եմ։ Դա իմ համար տհաճ թեմա է, ցավոտ թեմա է։ Ու նյարդայնացնում։ Դրանից հետո ի՞նչ է լինում։ Հունվար ամսին, հետո ենք պարզում։ Քննիչը նույն օրը միջնորդությունն է ներկայացնում, ասում է կրկնակի փորձաքննություն։ Որտեվ փորձաքննության արդյունքներով էր եկել բժշկական, որ ինքը անհամատեղելի է։ Քննիչը ուրիշ միջնորդություն է տալիս, ասում եմ մի հատ էլ փորձաքննություն արեք։ Հետո պարզվում է, ես կապ չունեմ, ես հետո եմ նայում։ 8 օրվա ընթացքում փորձաքննություն են անում, ասում են, չէ, համատեղելի է կալանքի հետ։ Ես հերոստացույցից իմանում եմ, որ երկրորդ անգամ կալանավորեցին։ Գործող վարչապետն անգամ գնացել էր գլխավոր դատախազության մոտ, գլխավոր դատախազին այն ժամանակվա Արթուր Դավթյանին հարցեր էր ուղում։ Գնացել էր իրան էլ ասում կալանքը փոխեք։ Ինձ չէր ասում, չի կարա ինձ ասի, ես կապ չունեմ։ Ոչ մի արդարադատության նախարար կրկնում եմ, որ տեսնի մահամերձել է, մարդը կարող է զանգի, ասի, ինչ որ հետաքրքրվի։ Ես ինչ կարող եի անել։ Ամեն բան անում էի, որ քրեակատարողական հիմնարկում բժշկական օգնությունը սպասարկումը լինի տեղին պատշաճ, եթե պետք էր քաղաքացիական հիվանդանոց եւ այլն, ուրիշ ոչ մի բան։ Հերոստացույցից իմանում եմ երկրորդ անգամ են կալանավորել։ Այդ ընթացքում քրեակատարողական հիմնարկում է գտնվում։ Հետո դուրս է գալիս վիրահատություն, այդ ցավալի իրողությունը, որ մահանում է։ Հասկանում եք, քննիչը, որը կալանավորել է իրան, որոշում է կայացրել։ Հետո այս իշխանությունների ժամանակ դառնում է բարձր պաշտոնի է գնում հակակոռուպցիոնում։
Գլխավոր դատախազը, որը պատասխանատու է կալանքը օրինականա թե չէ, ճիշտ է եղել թե չէ, դատախազությունը առհասարակ։ Սա շարունակում են պաշտոնավարել։ Բայց ում ներվերն են ուտում ու ում են անընդհատ մեղադրում, Արփինե Հովհաննիսյանին։ Դուք տեսել եք տարբեր մարդիկ մահացան այս իշխանությունների ժամանակ բանտում, որևէ մի արդարադատության նախարարի, Ռուստամ Բադասյան, Կարեն Անդրեասյան, Սրփուհի Գալյան, մեկն ու մեկին։ Ես էլ չեմ մեղադրում։ Չես կարող արդարադատության նախարարին մեղադրել։ Համակարգի թերությունների մասին խոսենք։ Բայց մի մեղադրեք ինձ հաց բերողին սպանել ես, ինչպես, եղբայր։ Ինչ պետք է անեի։ Ես ոչ մի իրավասություն չունեի, ոչ մի։ Հասկանում եք, սա է իրականությունը։ Հիմա եթե մարդիկ կուզենան լսել ու իմանալ, լավ։ Եթե չէ, էլի լավ։ Մենք Emperador Law Firm-ում ենք, որտեղ մեզ մշտապես օգնում են ստանալ իրավունքի, միգրացիոն եւ այլ թեմաներով համապատասխան ինֆորմացիա։ Համահիմնադիրն է իրավաբան Արմինե Անտոնյանն իմ կողքին, ով այս համայնքում արդեն բավականաչափ մեծ հաջողություն եւ հայտնություն ունի իր հաջողակ кейսերի պատճառով։ Արմինե, ողջույն։ Այսօր ուզում եմ խոսենք իրավաբանական շատ կարևոր թեմայի մասին, կապված մարդու աշխատանքային իրավունքների, դրանք երբեմն ցավոք ոտնահարվում են, խոսքը սխալ ժամերի, չվարձատրվելու, բացակայող լանչերի եւ մնացած այլ ապահովագրության, մի խոսքով այն ամենի մասին, ինչի հետ կարող է առնչվել մեզ հետևող մարդը, ինչ խորհուրդ կտակ եւ ինչպես վարվել։ Ամենամեծ խորհուրդը կլինի ունենաք ձեր ապացույցները, այսինքն ձեզ չեն վճարում, գրեք ձեր մենեջերին, ասեք, որ չեմ ստացել աշխատավարձը ժամանակին, ձեզ վատ են վերաբերում, ունեցեք ցանկացած SMS նույնիսկ դա համարվում է ապացույց, նկար, որ ոչ ապահով պայմաններում եք աշխատում, որտեղ հոսանքը բաց է օրինակի համար, դուք վախենում եք հանկարծ անձրև կգա ու մի վատ հետևանքի կլինի, պահեք ձեր բոլոր ապացույցները եւ ամենակարևորը, եթե դուք նույնիսկ չունեք իմիգրացիոն ստատուս, հա, անօրինական եք այստեղ, ընդհանրապես անօրինական պատով եք եկել կամ Մեքսիկայով եք եկել, դուք ունեք նույն իրավունքը, ինչ ունի քաղաքացին այս երկրում, հատկապես Կալիֆոռնիա նահանգում։ Հետաքրքիր է, մշտապես որոշ հայկական հաստատություններ աշխատանքային այսպես խտրականության են ենթարկում մարդկանց եւ միաժամանակ նաեւ իրենց պարտականությունները ճիշտ չեն կատարում։ Այս դեպքում փաստորեն պետք չէ վախենալ, որ չկան թղթեր։ Ոչ, ընդհանրապես Labor Commissioner-ը դա պետական մարմին է, ով որ կառավարում է եւ ղեկավարում է բոլոր աշխատատուներին Միացյալ Նահանգներում եւ Կալիֆոռնիա նահանգում հատկապես։ Դա նույնիսկ անվճար է։ Մարդիկ կարող են դիմել Labor Commissioner-ին, որպեսզի investigate անի ձեր աշխատատուին եւ իմանա թե ինչ անօրինական բաներ է արել ձեր աշխատատուն։ Այսինքն ոչ մի խնդիր չունեք, վախենալ պետք չի, այս ոչ մեկ չի դիմելու դրա համար եւ ձեզ ոչ մեկ չի տանելու դրա համար կանոնավոր, որտեղ դուք դիմել եք որպես օգնություն, հա, այս պետությանը, որ ձեզ պաշտպանի ձեր աշխատատուից։ Ժողովուրդ, յուրաքանչյուր խնդրի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով, եթե ձեր իրավունքները խախտվել են, եթե դուք ունեք որոշ մտավախություններ, այստեղ մեծ թիմ է գործում, որոնք շատ բարեհամբույր են, յուրաքանչյուրը գիտի իր նեղ մասնագիտացումը եւ պրոֆեսիոնալ կերպով բոլորիդ կօգնեն եւ ինչպես տեսնում եք, ջերմ ու բարի մարդիկ են այստեղ աշխատում, բացի նրանից, որ նաեւ պրոֆեսիոնալ։ Դիմեք Emperador Law Firm։ Պատկերացրեք ձեր կամ ձեր ընտանիքի որևէ անդամի ծննդյան տարեդարձը։ Անմիջապես եկեք Grand Brick սուպերմարկետ, որովհետև այստեղից կարող եք գտնել ամենը, ինչ հարկավոր է լավ հայկական սեղան գցելու համար, եւ ոչ միայն հայկական սեղան գցելու համար։ Եվ մեր բոլոր այն հետևորդները, ովքեր բնակվում են Հայաստանում կամ արտերկրում եւ ունեն հարազատներ, ովքեր բնակվում են հենց այստեղ Միացյալ Նահանգներում, ասեմ, որ նրանց ծննդյան օրինակ տորթը կարող եք գնել կայքով, որը հասանելի է հենց այժմ մեր էկրաններին եւ ավելին ասեմ, այստեղ կարող եք նաեւ օրինակ ձեր մտերիմների, հարազատների, ծնողների համար առևտուր անել on-line եւ նրանք անպայման կառաքեն։ Իսկ bakery մասին առավել մանրամասն վստահ եմ մեր թողարկումներից արդեն տեղեկացել եք։ Դու մեր հոցանքի բիլը տեսել ես։ Ու սենց հանգիստ նստած ես։ Սրանից հետո արգելում եմ այս տանը հոսանք միացնես։ Մինչև սոլար չքաշես։ Սիրել ժամանակի։
լավ չես հասկանում։ Որ խնդրեմ պիցած կտակ։ Կուզեք տաքացնեմ նոր տամ։ Մերը սոլարա։ Ես ձեր երկերը շատ եմ սիրում։ Օպրես։ ALA Renovations, Solar, Roofing and Construction Company. Տեսեք, դուք խոսում եք կոռուպցիայի մասին ու ասում եք, որ երրորդ նախագահի վարչակազմի ընթացքում եւս եղել է կոռուպցիայի դեպքեր։ Դուք այդ ընթացքում դա հասկանում եք, թե հետագայում եք հետին թվով ես հիմա եմ հասկանում, որ կա։ Այն ժամանակ էլ կարող եմ ենթադրել, բայց ին ոչ լիազորությունների մեջ եմ մտել, որ ես հասկանամ կոռուպցիոն դեպք կա։ Իսկ ձեր մտահոգությունները բարձրաձայնելու հնարավորություն ունեիք այն ժամանակ։ Մտահոգությունը չես կարող բարձրաձայնել, եթե դու չունես որևէ ապացույց։ Դուք պատկերացեք, դուք պաշտոն եք զբաղեցնում, դուք ո ոլորտի համար պիտի պատասխանատու լինես ու ես կրկնվեմ, երբ որ ինձ վստահել եմ պաշտոն, ես հենց այնպես բարեր չեմ ասում, որ ես այդ վստահությունը գետնով չտալու համար ամեն բան եմ արել ու այսօր որևէ մեկը ինձ չի կարող ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որևէ ապօրինություն կատարելու մեջ, որևէ լումա անգամ գրպանելու մեջ, ամենայն պատասխանատվությամբ եմ ես դա հայտարարում։ Եվ ես ոչ որևէ մեկի բանկային հաշվին եմ տիրապետել, ոչ էլ նույնը այսօրվա իշխանության մասին ասեմ։ Դուք մտածում եք այսօր կոռուպցիա չկա, այսօր չկան միլիոնատերեր։ Բայց այդ ամեն ինչը հետո կգա, հասարակությունն էլ այդ հարցերը իրավունք ունի, ես իշխանությանն էլ տալ, ինչպես իրավունք ունի, դրա համար ասի ես հասարակության հարց տալու իրավունքը չեմ վիճարկում։ Չեմ վիճարկում ու չեմ վիճարկելու։ Հասարակությունն իրավունք ունի նախկիններին էլ հարցեր տալ, գործողներին էլ հարցեր տալ։ Ու չի կարելի, արդարադատությունը դառնում է քաղաքական նպատակահարմարություն ու քաղաքական պայքարը դառնում է վարկաբեկումների մրցույթ, երբ որ ոչ թե խոշորացույցի տակ հայտնվում են բոլորը, այլ մի մասը հայտնվում է խոշորացույցի տակ, իսկ մյուսին նույնիսկ չեն նկատում։ Եվ դրա համար է, որ երկար ժամանակ որևէ մեկը չի կարող կառավարել։ Մարդկանց մոտ առաջանում են հարցեր ու հասարակության հարցերը պետք է համոզիչ փաստերով ու փաստարկներով սպառվեն։ Ես դրա համար եմ ասում, ես ոչ այն ժամանակ, ոչ հիմա այդ գաղափարախոսության կրողը չեմ, ձեզ ավելին ասեմ։ Ինձ դժվար է, գիտեք, այսպես անհարմար վիճակում դնել կոռուպցիայի մասին հարց տալով, չեք կարող ինձ դնել, գիտեք ինչի։ Ներողություն ամփոփեմ։ Ես այն մարդկանցից մեկն եմ եղել, ով որ ազգային ժողովում բազմաթիվ հակակոռուպցիոն նախաձեռնությունների, այդ թվում օրինակ ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքի զեկուցողն ու հեղինակն է եղել նաև։ Այդ իշխանությունների ժամանակ, ինչպես ասում են, այդ օրինագծերի, այսինքն նաև առաջ մղողը։ Հետևաբար նորից վերադառնանք եւ ամփոփեմ, հա, եւ այն ժամանակ եւ հիմա։ Եվ այն ժամանակ էլ այո, ես ասում եմ, ես էլ հարց ունեմ։ Երբ որ իշխանափոխությունից հետո հանկարծ պարզվում է, որ օրինակ որևէ համայնքային պաշտոնյա ունի իր հաշվին դոլարային միլիոններ, իմ մոտ էլ է հարց առաջանում։ Ես էլ եմ ուզում այդ հարցի պատասխանը լսեմ։ Այսինքն ինչ է ձեզ թվում, որ բոլոր հարցերը բոլոր պաշտոնյաների հետ կապված ինձ պետք է ուղղվեն, չեն կարող։ Ես կարող եմ դրա համար գնահատական տալով արձանագրել, որ այդ խնդիրները եղել են։ Դուք այդպես ընկալեցիք հարցը, ինձ ուղղակի հետաքրքիր էր, դուք ձեզ համարում եք այն ժամանակ համակարգի մի մասը, այսինքն թե համարում եք օրինակ մեկը ով այլ կերպ էր մտածում եւ գուցե նկատում էր խնդիրներ, որոնք բարձրաձայնում էր, բայց տեղ չէին հասնում եւ այլն։ Այդ համատեքստով է հետաքրքիր։ Չնայեք, ես այն ժամանակ իմ մոտեցումը հետեւյալն է եղել։ Ես փորձել եմ կենտրոնանալ, հասարակությունը կգնահատի մաս եմ, մաս չեմ, այդ հետո դրա համար գալիս է ամեն մեկին չափում են իր կատարածով, հետադարձ հայացք նետելով։ Ես ինչպես եմ ինձ համարել, հավատացեք, 0 արժեք ունի։ 0։ Խնդիրը այն է, որ ինչ ես դու արել այնտեղ, որտեղ քեզ վստահել են։ Ինչ ես արել։ Օրինակ, թերահավատությունը իմ նկատմամբ ինձ դրդում էր ել ավելի ձգտել ցույց տալու, որ ես կարող եմ։ Իսկ թերահավատության ես բախվել եմ։ Ավելի քան որևէ տղամարդ, որը ինձանից մասնագիտական ունակություններով կարող է շատ ավելի ցածր էր։ Շատ ավելի։ Բայց իրենք այդ խնդիրներին չեն բախվում։ Բախվում ես դու։ Ես կարող եմ այսօր, այսպես ասենք, հա, ես կարող եմ վստահաբար պնդել, որ ես այն կանանցից մեկն եմ եղել Հայաստանի Հանրապետությունում, ով կոտրել է կարծրատիպեր, նվազագույնը իր վրա վերցնելով ահռելի լուտանքների, ահռելի մեղադրանքների, բամբասանքների, գարշելի խոսակցությունների բեռ։ Ու ես եղել եմ այդ կարծրատիպերը կոտրողներից մեկը ու ոնց եմ դա արել։ Ոչ թե սրան դրան քննարկելով, այլ իմ գործի վրա կենտրոնանալով։ Սխալներ արել եմ, իհարկե։ Փորձել եմ առավելագույնը անել, հա։
Իսկ երբ այդ բամբասանքները եւ բացասական լիցքերը ստանում էիք, ինչպես եք կարողանում այնպես անել, որ դա չազդի ձեր աշխատանքի կամ ընտանեկան հարաբերությունների վրա կամ առհասարակ հասարակության ընկալման վրա։ Միայն աշխատանքով ապացուցելով։ Նայեք, երբ որ մարդը սկսում է խոսել, ես առհասարակ հիմա էլ, երբ որ մենք խոսում ենք, ես վստահ եմ, եկեք ես այդ համոզմունքը հայտնեմ։ Ձեր լսարանում, որը մեծ է, ձեր կոմենտներում կհայտնվեն մարդիկ, հիշեք այս կտորը, ֆիքսեք, հիշեք, այ հենց հիմա, որ կհայտնվեն մարդիկ, ինչ ես խոսում, ինչ ես ասում, այ մենք գիտենք ինչ-որ մի բան, լեգենդի իրենց մասը, են մյուսը լեգենդի իրենց մասը, ու տենց շարունակ, բայց ինչու եմ ասում այդ իրանց մասին է, այդ իմ մասին չի։ Ես համոզմունք ունեմ, որ յուրաքանչյուր մարդ լսում է այն, ինչ ուզում է լսել, տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել, հավատում է նրան, ինչին ուզում է հավատալ։ Ու ես էլ բացառություն չեմ, բայց ես փորձում եմ հաղթահարել բնական մարդկային այդ ի սկզբանե աչառու լինելը։ Լսել ու տեսնել այն, ինչ ուզում են տեսնել։ Մարդիկ ինչ են տեսնում։ Տեսնում են ես որևէ մեղադրանք չի կամ որևէ կերպով չեմ ասում, որ ճիշտ է այդ համոզմունքը, բայց փորձենք հասկանալ նաև հասարակությանը, չէ՞։ Տեսնում են երիտասարդ աղջկա, երիտասարդ կնոջ, ով սրընթաց հաջողությունների է հասնում եւ իր պրոտոտիպը չկա, այսինքն չկա մեկ այլ տարբերակ, այսինքն նա առաջինն առաջամարտիկ է, ով տենց սրընթաց հաջողությունների է հասնում։ Հետո տեսնում են այդ աղջիկը անգամ հեղափոխությունից հետո շարունակում է ամուր մնալ, այդ կինը շարունակում է ամուր մնալ իր ոտքերի վրա եւ այդ առումով ավելին շատ տղամարդկանց նման չի կոտրվում, ճամբարափոխ չի լինում, շարունակում է իր հայացքները առաջ մղել։ Ֆիքսեք էլի։ Ֆիքսեք դա։ Ի հեճուկս բոլորի մտածածի, ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր մտածում էին, բայց ինքը ոչ կոռուպցիոները, ոչ բան ինչ խնդիր կա։ Ինձ ինչպես մարդիկ զանգում էին, հազարավոր մարդիկ իմ հեռախոսը համացանցում վերցնում, ասում էին, բայց ինչ չես միանում հեղափոխությանը։ Ճամբարափոխության հետ կապված մի էլի տես մեղադրանք կա ձեր անձի հետ կապված, բամբասանք է թե իրականություն, հիմա կիմանանք, իբրև թե դուք առաջարկ եք ստացել նաև ամենատարբեր այլ կուսակցություններից, հանդիպել եք, քննարկել եք եւ լավ առաջարկ չստանալու պատճառով։ Դե նաև այս ուժեղ Հայաստանի պարագային, հետո Քոչարյանի հետ կապված։ Ես կարծում եմ այդ բամբասանքը դուք լսել եք 2021 թվականի հետ կապված, հիմա չեք կարող լսած լինել, չկա տենց բան։ Իսկ 21 թվականին 21 թվականի հետ կապված կար դման խոսակցություն։ Խոսակցություն։ Եկեք ֆիքսենք։ Այդ ժամանակ նայ իմ համար շատ հետաքրքիր մի իրավիճակում եմ ես հայտնվել։ Ես բնավորություն ունեմ եւ համոզմունք, որ երբ դու սկսում ես ինչ-որ բան խոսել, մարդկանց թվում է դու արդարանում ես։ Լռում ես, չեն հասկանում, որ այդ լռությունը գուցե ընդհանրապես անտեսել է։ Խոսում ես, արդարացում իր մեջ ես իրավաբան եմ, մեղքի կանխավարկած ունի։ Ասում եմ, որ խոսում եմ մի բան գիտին, դե որ հիմա դուք պատկերացրեք մի իրավիճակ։ Մարդիկ ասում էին, որ ես գնացել եմ, եթե չեմ սխալվում, ասում էին, Քոչարյանի թիմա գնացել։ Այնտեղ առաջարկը դուրը չի եկել։ Ասում եմ, էլի, բան տենց ֆիքսեմ մարդկանց մոտ։ Հետա գնացել հին թիմ, այնտեղ ասել են, էլ տեղը չկա, գնա։ Ասում եմ առանձնա մեկնաբանելը բարդ բան է, բայց ես փորձեմ։ Ես փորձեմ հանուն ձեր լսարանի, որովհետև ինչպես դուք մի առիթով ասացիք, այսպիսի հարցազրույցներ ամեն օր չեն լինում եւ հետեւաբար հարգեմ ձեզ ու ձեր լսարանին եւ պատասխանեմ հերթական մարազմատիկ տեղեկատվությանը։ Նախ ասում եմ for the record, հա, ես 2019 թվականից կասեցրել եմ իմ անդամակցությունը իմ նախկին կուսակցությանը, հետո դադարեցրել նաեւ։ Բայց իմ այն կուսակցությունը, որին ես այդ ժամանակ անդամակցում էի, այդ կուսակցությունը մինչև վերջին պահը չուներ որոշում գնում ընտրությունների, թե ոչ եւ ում հետ է գնում ընտրությունների։ Բայց որ էլ ավելի կարևոր է, մենք ֆիքսենք, ոչ մի տեղից առաջարկ չեմ ստացել, ոչ մի առաջարկ չեմ քննարկել։ Հենց տենց, բառացի ինչ որ ասում եմ, ինչ որ մեկը եթե ձեզ հակառակ փաստը կասի, թող բերի ապացուցի։ Չեմ ստացել, չեմ քննարկել, չեմ մերժել, կամ էլ դուրս չի եկել չեմ մերժել, չի եղել նման խոսակցություն։ Առհասարակ չի եղել։ Չի եղել ցուցակի խոսակցություն որևէ այլ ուժի, մասնավորապես այդ ժամանակ քննարկում էին Ռոբերտ Քոչարյանի ցուցակի։ Որպես քաղաքացի ընդամենը այդ ժամանակ աջակցություն հայտնել եմ, նպատակահարմար եմ այդպես համարել, որպես քաղաքացի քաղաքական նկատառումներից այդ թվում ելնելով իրենց ուժին։ Ոչ մի ցուցակի խոսակցություն ես չէի կարող վերադառնալ, որտեղ ես ոչ միտեղ չէի գնացել։
Ֆիքսենք։ Ինչ որտեղ վերադառնալու համար դու գնաս ինչ որտեղ։ Իսկ ինչու խզեցիք ձեր հարաբերությունները Կներեք, ներողություն, մի բան էլ ասեմ։ Ինչպես շատ դեպքերում մարդիկ ազնվության, անաչառության, այսպես գիտեք, մտահոգ դեմքով փորձում են քննարկել երևույթներ, որոնք առհասարակ ոչ միայն իրենց թեման չեն քննարկելու, բայց նորից ես անկեղծ միշտ ձեռնունքով նայում եմ ոնց են քննարկում իմ կյանքի այնպիսի էպիզոդներ, որոնք իմ կյանքի հետ կապ չունեն ու իրականության հետ կապ չունեն։ Քաղաքական գաղթականները, որոնք քաղաքական ներգաղթ եւ արտագաղթ են ապահովում բարբերաբար այս կամ այն թիմեր, 2017-ին մի ցուցակ, 2021-ին մեկ այլ ցուցակ, 2026-ին երրորդ ցուցակ։ Այդ մարդիկ ինչ որ գիտեք, sense համոզիչ, հանգիստ, բարի դեմքով հիմնավորում են, որ դե այդպես էր, այն ժամանակ sense էր, հետո sense արեցինք եւ այլն։ Ու այդ մարդիկ են տարածողները։ Այդ մարդիկ են քննարկում։ Ես միշտ մտածել եմ, որ եթե լռում ես, ինչ որ պահի կանտեսես, կգնա այդ խոսակցությունը, հա, այդ խոսակցությունը կգնա, ճիշտը կպարզվի, կհասկանա, որ այդպիսի բան չկա, պատահական չի, որ դա մամուլում չհայտնվեց։ Դա սկսեց շրջանառվել բերանից բերան, տարբեր մարդկանց միջոցով։ Անհրաժեշտ էր ցույց տալ, որ ես չեմ հայտնվել ինչ որտեղ, ոչ թե որտեղ ես գուցե չեմ ուզել։ Այդ տարբերակ չի քննարկվում։ Հիմա ձեր հարաբերությունները ինչու կասեցվեցին կամ սառեցվեցին։ Նայեք, ես սկզբում սառեցրեցի 2019-ին, որովհետև ես հասարակական գործունեություն էի ծավալում, հասարակական կազմակերպության կազմում, ֆիքսենք դա, եւ որպես իրավապաշտպան գործունեություն էի իրականացնում։ Հետո արդեն ես որևէ կուսակցական եւ քաղաքական ակտիվ գործունեություն որոշեցի չիրականացնել։ Դրա համար տարբեր պատճառներ կան, Մհեր ջան, ձեր հարցազրույցի ձևաչափը չեմ կարծում ամենա դրա համար հարմարն է, բայց որոշումներից ամենագլխավորը այն էր, որ ես ինձ արդյունավետ չէի տեսնում քաղաքական պայքարում առհասարակ նաև եւ ոչ թե այդ ուժի հետ, այլ առհասարակ։ Ոչ միայն այդ ուժի առհասարակ։ Ես ընդհանրապես համարում էի, որ քաղաքականության մեջ, հատկապես քաղաքականության մեջ, հենց վերադառնամ այն հիմնական թեզերին։ Ես միշտ համարել եմ, որ արդյունավետ ինչ որտեղ պիտի իրացնես քեզ։ Միշտ պետք է վստահությունը արդարացնես ու միշտ պետք է իրացվես առավելագույնս ճիշտ ու երբ որ նպատակ ես դնում գնաս դեպի այդ նպատակը, ոչ թե այդ նպատակը ճանապարհի ընթացքում խեղաթյուրվի, լղոզվի, պղտորվի էլ ինչ որ բան դառնա, օրինակ բերեմ, հա, եթե ես հասկանում եմ, որ պայքարը այդ մեթոդաբանությամբ արդյունավետ չի, ես պայքարի իմիտացիա չեմ ուզում անել, ոչ մեկի չեմ վիրավորում, դա իմ գնահատականն է իմ գործունեությանը, հա, ոչ մեկին ոչինչ չեմ ասում, բայց եթե դու ասում ես պետք է այսինչ բանը անենք, ուրեմն դու ջանքդ պիտի գործադրես այդ ուղղությամբ, ու երբ որ ջանքդ արդյունավետ չի, կամ դու քեզ արդյունավետ չես համարում, ազնիվ լինես, գոնե ինքդ քեզ խոստովանես։ Բայց ինչպես է գնահատում ՀԿ-ի ձեր նախկին կուսակիցների գործունեությունը հիմա արդյունավետ թե ոչ։ Նայեք, ես կարծում եմ իրենք էլ դա կփաստեն, որ քանի դեռ իրենց պայքարի հիմնանպատակ հռչակված իշխանությունը դեռ իշխանություն է, որևէ մի ընդդիմադիր իրեն չի կարող համարել իրացված, արդյունավետ, ռեալիզացված։ Դա մենակ ՀՀԿ-ին չի վերաբերում։ Դա վերաբերում է այդ թվում տիտղոսային ընդդիմությանը հիմա, որը դաշինքի տեսքով հանրապետականի որոշ падգամավորներ խորհրդարանում են, հա, եւ վերաբերում է նաեւ նրանց, ովքեր ձգտում են, եթե հանկարծ ինչ-որ մի բան չստացվի, դա վերաբերում է բոլորին։ Արձանագրենք, հա, Մհեր ջան, ինչ նպատակ ես դու առաջադրում, եւ այդ նպատակից հետո քո քայլերի հաջորդականությամբ դու գնում ես այդ ուղղությամբ, թե պատահաբար աճ ես թեքվել կամ ձախ ես թեքվել, բայց հələ ասում ես, որ ուղիղ ես գնում։ Դրա համար ես համարում եմ, որ ավելի լավ իրենք կպատասխանեն, բայց ես գոնե տեսել եմ այդ թվում հրապարակային, որ իրենք շատ անկեղծ ասում են, քանի դեռ կա այն իշխանությունը, որին հեռացնելը իրենք հռչակել են գերնպատակ, նշանակում է չի կարող ընդդիմությունը համարել, որ ինքը արդյունավետ է գործում։ Կախված է նրանից դու ինչ նպատակ ես հռչակել։ Պատասխանը շատ պարզ է։ Ինչ տեղի ունեցավ 2018 թվականին։ 2018-ին շատ բարդ է ինձ համար գնահատել մինչև օրս, որովհետև դժվար է լինել այդ գործողությունների կենտրոնում, հա, քեզ վրա կրել այդ բեռը, մարդկանց ցասումը, երբեմն արդարացի, երբեմն հիմնականում ոչ այդքան, եւ հիմա դրան գնահատական տալ։ Իրականում կարծում եմ թողենք մի կողմ արտաքին աջակցություն, ինչու այսպես, այնպես եւ այլն, թողենք այդ հատվածը,
Եթե դուք ներքին ներքաղաքական տեսակ ինձ հետաքրքիր է, տեսեք, դուք որպես քաղաքական գործիչ եւ որպես իրավաբան եք պատասխանում են բոլոր հարցերին, ինչը հասկանալի է եւ նորմալ է։ Բայց ինձ հետաքրքիր է որպես մարդ ձեր պատասխանը, որովհետեւ հաղորդման ձևաչափը ընդհանուր առմամբ հենց մարդուն բացահայտելն է ու ձեր նկատմամբ հետաքրքրությունը թեև ձեր пассив գործունեության ամենևին չի դադարել եւ դուք շատ առանցքային կերպար եք եղել մեր պետության համար եւ գուցե շատերի համար շարունակում եք նաեւ մնալ։ Դրա համար շատ կարեւոր է հասկանալ ձեզ, տեսնել ձեր պաշտոնը եւ ձեր աշխատանքային պաշտոնական դիրքը ձեզ թույլ չի տվել բացվել լայն զանգվածների առաջ։ Եվ ձեր էներգետիկան էլ այնպեսին է, որ դուք երևի թե տարիների ընթացքում ստիպված եք եղել ապացուցել, որ ձեր մասնագիտական հաջողությունների համար եք այդտեղ եւ դա ձեզ երևի թե կոփել է, ավելի սառն է դարձրել, ավելի կտրուկ է դարձրել արտահայտչական միջոցներում եւ դա նորմալ է եւ ես չի որ դրան պետքա գնահատական տամ եւ իմ խնդիրը դա էլ չի։ Իմ խնդիրը հակառակն է։ Եկեք զբոսնենք։ Զբոսնենք։ Ու զրուցենք։ Եկեք։ Իմ ժպիտից եւ լավ տրամադրությունից կարծում հասկացաք, որ ես իմ ամենասիրելի վայրերից մեկում եմ եւ կապ չունի Լոս Անջելեսում թե Երևանում, դա տուն Լահմաջոն է։ Ինչու եմ սիրում այստեղ, որովհետեւ աշխատում են սրտացավ ու բարի մարդիկ, աշխատում են ընտանեկան միջավայրում եւ ընտանիքի պես սրտացավ։ Նաեւ պիտի նշեմ, որ այստեղ մենյուն իմ ամենասիրելին է, որովհետեւ լեգենդար հայկական Լահմաջոն, տուն Լահմաջոն, որ գտնվում է այժմ նաև Հյուսիսային պողոտայում Հայաստանում, իր բոլոր ավանդույթները եւ իր բոլոր գաղտնիքները փոխանցել է Բուրբենկի, Լոս Անջելեսի գտնվող մասնաճյուղին։ Հայաստան այցելելիս ես շատ եմ լինում նաև հայաստանյան մասնաճյուղում։ Պիտի ասեմ, որ այստեղ մեր քիմքին համապատասխան հայկական համեղ ուտելիքներ են եւ միաժամանակ նաև բնականաբար իհարկե շատ համեղ ձեռք ունեցող խոհարարներ են աշխատում։ Տուն Լահմաջոն ընտանեկան միջավայր է ոչ միայն հաճախորդների, աշխատակազմի եւ բիզնեսի տեսանկյունից, այլ նաեւ այստեղ ընտանեկան միջավայրում աշխատանք են գտնում շատ ու շատ մեր հայրենակիցներ, ովքեր որ ունենում են աշխատանքի կարիք, այստեղ ընտանեկան միջավայրում դա տրամադրվում է։ Այնպես որ այցելեք Տուն Լահմաջոն։ Մենք գտնվում ենք մեր գործընկերոջ Velvet Rose-ի խանութ սրահում, որտեղ առաջարկվում են լավագույն ծաղկե ձևավորումները եւ ծաղկե փնջերը։ Velvet Rose-ը աշխատում է սեփական ճաշակին եւ սկզբունքներին համապատասխան եւ ներկայացնում է ամենավորակյալ, ամենաթարմ ծաղիկները։ Միաժամանակ իհարկե հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի ցանկություն, ճաշակ եւ ընտրված միջոցառման կամ օրվա հատուկ թեմատիկան։ Velvet Rose-ը ոչ միայն ամենօրյա կամ հատուկ առիթների համար ձեր սիրելիներին ծաղկե փնջեր նվիրելու վայր է, այլ նաև ձեր լավագույն միջոցառումները, առիթները միասին ձևավորելու եւ ծաղկե շքեղ աշխարհ ստեղծելու համար։ Velvet Rose-ի մասնագետները կհանդիպեն ձեզ, կքննարկեն ձեզ հետ միասին, թե ինչպիսին է լինելու ձեր երեկոն եւ ինչպես ծաղիկներն ու մոմերը կարող են դրանք ավելի գեղեցիկ դարձնել։ Նշեմ նաև, որ Velvet Rose-ում գործում է անվճար առաքման ծառայություն, այնպես որ զանգահարեք նշված հեռախոսահամարով։ Ես մշտապես հիշում եմ, երբ տխուր տրամադրություն եմ ունենում, ամենածիծաղելու մեկնաբանություններից մեկը երբեմն մեր հաղորդման մեկնաբանությունների բաժնում հայտնված։ Մեր հետևորդներից մեկը գրել էր, որ Ամերիկա գալու օրը պետք է այցելի անպայման Venus Gifts խանութ սրահ տեսարժան վայրերից Միացյալ Նահանգների եւ նա ամենևին էլ չի չափազանցրել, որովհետեւ Venus-ը իսկապես տեսարժան է, արդեն տասնամյակներ շարունակ ամենաբարձրաճաշակ կերպով ներկայացնելով ճենապակյա, հաղճապակյա ամենատարբեր սպասքի բրենդերը։ Մենք այսօր խոսելու ենք գրեթե 300 տարի պատմություն ունեցող Ջինյորի ապրանքանշից հայտնի իտալական բրենդը, որը շքեղ կերպով հենց ներկայացված է Venus Gifts խանութ սրահում։ Ասեմ ավելին, այստեղ նոր տրոպիկական եւ ծաղկային տպագրությամբ պրինտերով այս սպասքը շատ հազվադեպ կարող եք գտնել, որովհետեւ դրանք նոր արտադրության են եւ Venus-ում դրանք առկա են։ Առհասարակ շատ հաճախ է այս խանութ սրահում թարմեցվում եւ ներկայացվում ինչպես ավանդական, այնպես էլ ավանգարդ նոր հավաքածուներ։ Այցելեք Venus Gifts։ 2018 հոգեբանական առումով շատ բարդ տարի է ձեզ համար եղել ու ձեզ բոլորը տեսել են որպես ուժեղ կին, բոլորը ձեզ տեսել են պայքարող կին, իր դիրքերը չզիջող կին եւ այդ ընթացքում քչերը գիտեին թե ինչ է կատարում ձեր ընտանիքում, ձեր կյանքում,
կպատմեք ինչ տեղի ունեցավ ձեզ հետ այդ տարիներին։ Դե գիտեք, իրականում շատ ճիշտ եք ասում։ Մարդիկ միշտ տեսնում են այն, ինչ դու ցույց ես տալիս, մեղադրելու էլ չի այդ մարդկանց եւ իրավիճակն էր այդպեսին, բայց շատ դժվար էր այդ օրերին ինձ համար։ Երկար հիվանդությունից հետո տատիկս էր մահացել, հենց Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը։ Եվ հոգեբանորեն ինձ համար շատ դժվար էր։ Հետո այն մարդիկ, ովքեր եկել էին մեր տուն ու վիրավորական բաներ էին բղավում, այդ ժամանակ քույրս երեխայի էր սպասում ու ինձ համար այնքան հոգեբանորեն դժվար էր, այնքան բարդ էր իրենց բացատրել, թե իրենք ինչ կապ ունեն այդ ամեն ինչի հետ, առհասարակ։ Ես ապրում էի մորս ու քրոջս հետ, որ ձեր համար պարզ լինի։ Մեր բնակարանում, սովորական բնակարանում, շենքի ներքևում եկել էին մարդիկ, չեմ խոսում այն մասին, հա, որ հեռախոսս ուղղակի չէր դադարում այդ օրերին, անընդհատ այդ որ բոլորը ուզում էին ստիպեին, ճնշեին, վիրավորեին, համոզեին, ինչ ուզում եք անուն դրեք, որ պետք էր ընտրել Նիկոլ Փաշինյանին, հա, ինչը բնականաբար ես չեմ արել ու չարեցի, բայց երբ որ այդ մարդիկ եկան մեր տուն ու բարձրախոսներով եկել էին, մի նախադասություն տպավորվեց մեջս, ասում էին, ոնց ասեցին, ավելի լավ էր դու չծնվեիր, մայրդ քեզ լույս աշխարհ չբերեր, քան դու այսպեսին լինեիր, ու չեմ մոռանա, մամայիս ու քրոջս դեմքը եպեք խոհանոցում էինք, մաման շատ նեղված էր, զգում եմ ինչ-որ գնում գալիս ա խոսում ինչ-որ հարևաններն էին, մեր հարևանները մոտացել էին, իրենց ասել էին գնացեք էլի բակից, հասկացանք, լավ, օքեյ, եկել եք, հասկացանք, բոլորս հասկացանք ինչ եք ուզում, ինչ եք ասում, բայց մաման շատ ծանր էր տանում, ես հիշում եմ քրոջս հայացքը, սկսեց լացել, ու հավատացեք, ես ինձ համար այդքան չէի նեղվում, ես երբեք թե խոսակցությունների, թե այդ վիրավորանքների ժամանակ իմ համար ես չեմ եղել խնդիրը։ Ոնց ասեմ, իմ պատասխանատվությունը, իմ արժանապատվությունը, այդքան ես չեմ եղել, ինչքան մարդիկ։ Ու ես դա չեմ ներում շատերին, որովհետև այս մարդիկ չեն հասկանում ինչա կատարվում, ասում են, բայց դու ինչ ես արել։ Եթե մենք համակարգը թողենք մի կողմ, ես շատ լավ հասկանում եմ, ժողովրդի մեջ կար ցասում, բազմազան անարդարությունների, ես հասկանում եմ, մենք շատ տարբեր առիթներով 18-ից 21 թվականին էլ տված հարցազրույցների ժամանակ ես երբեք չեմ հերքել, որ իշխանությունները այդպիսի հատկություն ունեն օտարանալու ժողովրդից, եւ երբ որ դու հասնում ես ինչ-որ պահի, որ դու շատ ես օտարանում, այդ ցասումը պորտկում է։ Նորից եմ կրկնում, ես ներքին տեսանկյունից, ժողովրդի տեսանկյունից եմ հարցը քննարկում, բայց միևնույն է անձնական մակարդակում, ինչպես դուք հարցը տվեցիք, դու ունես այդ անարդարության էլեմենտը։ Դու չես հասկանում ինչ է կատարվում։ Ինչ ապրումներ ունեցան ձեր ընտանիքի անդամները, ձեր քրոջ հետ, ինչ մեր ջան, ես իրենց չէի կարող բացատրել։ Ինքան մեղավոր էի ինձ զգում իրենց բոլորի առաջ, որտեվ նայեք, ես չէի ուզում ձեր այդ մեղավորության հարցը տալ, որովհետև դա կոռեկտ չի, բայց դա նորմալ զգացողություն է, որ մարդ կարող է ունենալ այդ ընթացքում։ Երկար ձեզ այդ զգացողությունը մեղավորության անցավ ձեր հետ այդ զգացողությունը։ Բավականին, տևական շրջան։ Մենք եթե քննարկում ենք զուտ այդ անձնական տեսանկյունից, նայեք, ստեղ շատ կարևոր է ամեն ընտանիքի պատմություն իր ներսում իր հայացքով, հա, ես մաման բավականին դժվարություններով, հա, պահել, մեծացրել, ներդրում արել, այսինքն դու սովորում ես, շատ լավ ես սովորում միջայլոց, հա, տարիներ շարունակ դասավանդում ես, դու քեզ ինչ-որ բան ես ներկայացնում, քեզ գնահատում են եւ այլն, ինչ-որ քույրիկդ քրոջդ համար դու ես իր դասախոսն եմ եղել, հա, 7.5 տարվա տարբերություն կա իմ ու քրոջս միջև, փոքրն է, ու դասախոսն ես եղել, դու ինչ-որ բան ես քեզանից ներկայացնում, ինչ-որ մարդիկ քեզ հարգել են, հարգում են, չգիտեմ եւ այլն, դու ինչ-որ մեկն ես, որ ոնց որ նորմալ է, ոչ մի վատ բան չի արել, ոչ մի ինչ-որ տենց, ու մեկ էլ այդ մարդիկ գալիս են ու
այդ վիճակում այդպիսի խայտարակագույն նախադասություններ, բառամթերք եւ այլն ու բնական է որ մարդկանց մոտ իմ մոտ առաջանում ասում եմ որ ասում ժողովրդական լեզվով ասած ես ջանտամ այս մարդիկ Այս մարդիկ ինչ կապ ունեն, իմ մաման ինչ կապ ունի այս ամեն ինչի հետ, կամ իմ քուրը ինչ կապ ունի այս ամեն ինչի հետ, իմ հարազատները, մտերիմները, ընկերները։ Բայց դե փորձառություններ անցանք հաղթահարեցինք 2020-ին եւս շատ ցավոտ կորուստ է ձեր մոտ եղել մտերիմ ազգականի։ Այո։ Կպատմեք այդ պատերազմի ելքի, պատերազմի ավարտի, կապիտուլյացիայի ինֆորմացիայի ընկալումը եւ ձեր անձնական կորուստը, եթե իհարկե այդ մասին կարելի է խոսել։ Գիտեք, ես ձեզ ասել եմ, ես այն անձնական կորուստը, որ ես այդ ժամանակ ունեցել եմ, ճիշտ ասած, չեմ համարում, որ ես շատ հասկացված կլինեմ, եթե այդ մասին խոսեմ, բայց այդտեղ այնքան տարբեր կորուստներ ու վախեր ու ապրումներ են եղել, ամբողջ այդ պատերազմի օրերի ընթացքում, երբ որ դու ստանում ես իրական տեղեկատվություն, քան այն ինչ որ քարոզչության նպատակով ասվում է, երբ որ նվազագույնը քո ընտանիքից 2 հոգի գտնվում է ուրեմն ռազմաճակատում, այսինքն եւ ամուսնուս եղբայրներ այնտեղ եւ սեր քերու որդին, հա։ Եվ այո, քերուս որդին, որ հետո իմացանք ինքը ծառայած էր իրեն հետո զորակոչել էին, այսինքն ծանուցագրով ուղղակի ինքը գնացել էր ոչ թե ժամկետային զինծառայող էր։ Ավելի ուշ իմացանք, որ իրեն եւս ուրեմն տարել են եւ ամուսնուս եղբայրը կարելի ասել հրաշքով փրկվեց շրջափակումից։ Կյանքը այդպես հրաշքով ինքը ողջ մնաց, իսկ իմ քերուվորթին մինչև օրս անհետ կորածների շարքին է դասվում, այդպես էլ որևէ մոտավորապես այսպես իդենտիֆիկացրել ենք որն է դա եղել, որտեղ կարող է լինել, որպեսզի այդ որում ասում են գտնվել, բայց այդպես էլ որևէ լուրջ չեղավ ու բնականաբար այդ ամբողջը դու ապրում ես շատ դժվար ապրումներ, անձնականացված, բարդ ծանր, գումարած դրան, ձեզ ասել եմ, ես ունեի ինքս էլ անձնական կորուստ, բայց անկեղծ չեմ ուզում այդ մասին խոսել։ Եկեք խոսենք, հետո եթե դեմ լինեք, կհանենք այդ մասը, եթե դեմ չեք։ Մարդիկ ձեզ միշտ եւս մի անգամ կրկնվելով ասում, տեսնում են ուժեղ կնոջ եւ դուք իրավունք էլ չունեք չլինել ուժեղ, որովհետեւ հակառակ դեպքում ձեզ կհոշոտեն։ Դե, նայեք, եկեք այսպես էլի, ես այդ կերպարը, որին մարդիկ հաճախ են ասում, աչքերից վախենում ենք, ինչ ապակյա աչքեր ունի, աննուսն ասում, ես ինչ ձև է խոսում, ես ինչ կոպիտ է, ես ինչ էմոցիոնալ է, հա, ինձ ձրկել են, գումարած դրան, քանի որ ես գիտեի, որ մի շատ գեղեցիկ խոսք ասում է դժոխքում հատուկ տեղ կա պահված այն կանանց համար, ովքեր մյուս կանանց չեն աջակցում, իսկ իմ կենսագրության ընթացքում մյուս կանայք հիմնականում ֆիքսենք դա, ինձ ոչ միայն չեն աջակցել, այլև ճիշտ հակառակ ամեն բան արել են տապալելու համար։ Եվ այս ամբողջը ձևավորել է մի միջավայր, որտեղ քեզ այո դուք ճիշտ ասացիք, չես կարող դու թույլ լինել, չի ընկալվում։ Հետո հասարակություն չի հավատում։ Երբ որ դու լացում ես, ասում ես ճիշտ դերասանություն անում։ Ու դրա համար, երբ որ ես հիմա ինչու եմ ասում ձեզ, որ ես այդպես գիտեք, ինձ համար ընդհանրապես չլինի, թող Տիկին Հովհաննիսյան, հասկացված չլինի։ Բայց դա ձեր պատմությունն է, չէ՞։ Այո, իմ պատմությունն է, ու այդ ամբողջը, այդ դրա համար ասացի, ապրումները, այդ մարդիկ, պատերազմը, հայրենիքը, ինչ որ գիտեք, երբ որ դու ասում ես հայրենիքի կորուստ, ինչ որ մարդիկ կան, իրենց թվում է դու տենց բան, տենց ինչ որ ձևական, հայրենասիրական, իրականում չեմ մեղադրում, որտեվ այն խոսքն էլ է ճիշտ, որ սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է ու մարդիկ ավելի շատ էս մի վերսիայի կողմնակից իրանք դրան են հավատում, քան նրան, որ դու իսկապես կարող ես անհատական, անձնական ողբերգություն ապրել, այս բոլոր զուգահեռ դժվարությունների փուլում, այդ բոլորը դժվարություններ էին, մեկը մյուսի փոխարեն չէին, մեկը մյուսով չէր, հա, այդ բոլորը դժվարություններ էին, որոնք
բարթացնում էին առհասարակ այդ ժամանակ մարդկանց հետ նույնիսկ հարաբերվել է, հա։ Ինձ այնքան հետաքրքիր է ձեր ամուսնու տեսակը եւ ձեր ամուսնու հոգեվիճակը այդ ողջ ընթացքում մենք հիմնականում խոսում ենք կանանց էմոցիաների մասին ու մտածում որ տղամարդիկ պիտի չունենան կամ պիտի ժայռի նման ամուր լինեն, բայց վստահ եմ իր համար էլ կրկնակի դժվար է եղել ձեզ տեսնել այդ վիճակում, ձեզ տեսնել այդ ապրումների մեջ, ձեր նկատմամբ մեղավորության սլաքներ ուղղող նկատել, հա ինքը ինչպիսին է։ Չափազանց հոգատար, մասնագիտության բժիշկ է, շատ հոգատար մարդ է, շատ հասկացող, հաճախ լուռ եւ այդ լռության մեջ դու զգում ես, որ կա մեկը, որին պետք չի ոչինչ բացատրել։ Պետք չի իր այդ խոսել։ Պետք չի իրեն ասել, գիտես, ինձ նեղված եմ կամ մի տեսակ ինձ տեղս չեմ գտնում, կամ այդ բառերի կարիքը ես երևի եզակի մարդ եմ իմ կյանքում, կարիք չունեմ այդ ամբողջը ասելու։ Իսկ ո՞նց եք ծանոթացել։ Մեր կուրսի քեֆի ժամանակ մի հետաքրքիր բան ասեմ, ես ու Արշակը եղել ենք կուրսացիներ, ասացի բժիշկ եմ, չէ, հիմա մարդիկ կզարմանան, առաջին կուրսում ես ու Արշակը ընդունվել ենք իրավաբանական ֆակուլտետ, տարբեր հոսքերում ենք եղել։ Ես Արշակ որոշում եմ մի տարի հետո, որ ինքը չի ուզում իրավաբանական ֆակուլտետում սովորել, դեմ շատ լավ է սովորել նաև գերազանց է ուրեմն սովորել եւ որոշում է, որ ինքը ուզում է ընդունել բժշկական։ Մի տարի հետո թողնում է իրավաբանական ֆակուլտետ ու գնում բժշկական։ Բայց իր տեսակը շատ մարդամոտ է, շփվող, ընկերներին իրար հետ կապող, փոխկապակցող, բոլորին ծանոթացնող ու ինքը բոլոր այդ հարաբերությունները մի տարի է սովորել եւ բոլոր ընկերների հետ իր հումորներից մնաց, որ դու մեր կուրսի ժողովրդին չես ճանաչում, ես քեզ ստավ եմ ճանաչում։ Բոլորի հետ կապեր ուներ, բոլորի հետ կապերը պահպանել է ու այդպես 2000 ուրեմն 19 թվականին մեր կուրսի ավարտելու 15 տարին էր եւ այդպես հավաքվում ենք, որոշում ենք գնանք։ Գնալուց հետո չեմ ճանաչում ես իրեն, ինքը ուրիշ հոսքից է եղել, պատկերացրեցիք, այդպես հեռական ոնց որ գիտես, բայց չեմ ճանաչում։ Դուրս գալուց ես ասում եմ դեստեսություն ձեզ, այսպես դուրս են գալիս ընկերներով, իմ ընկերական ոնց որ շրջապատով այսպես դուրս են գալիս, Արշակն են այնտեղ իր ընկերների հետ։ Դուրս եմ գալիս մի 15-20 րոպե հետո, չէ, կես ժամ հետո մեկ էլ ինձ գրում է Արշակը Facebook-ով։ Նորմալ տեղ հասակ։ Ու տեղից սկսվում է խոսակցությունը, երբ որ բացում եմ նամակները, տեսնում եմ, որ պատգամավոր եղած ժամանակ կարծեմ թե նախարանշանակված ժամանակ Արշակը նավակ է գրածեղել ինքնարի քվեսների մեջ ու ես չեմ տեսել դա։ Հիմա իհարկե որ իրեն հարցնեք, այս հարցերը իր վերսիան շատ ավելի հետաքրքիր է, ասում է դե Արփինեն ինձ տեսավ, էլ չդիմացա, միանգամից ասեց հայքը, տենց ինչ-որ ֆանտաստիկ մեկնաբանություններ ունի այդ մասով։ Okay, շատ եմ ուզում խոսենք նաև ձեր երեխաների մասին, ձեր որդու, ձեր դստեր մասին, ինչպիսին են իրենք, ինչպիսի մամա եք դուք։ Ոյ։ Ես դժում եմ իրանց համար, դա դարձից կչտայք։ Դե որդիս արդեն 4.5 հեսա կլինի տարեկան, դուստերս շուտով կլինի 2 տարեկան։ Բլբլում է արդեն ինչպես ասած։ Այո, բլբլում է եւ տենց չինարեն նաստրոյկիկով։ Այո, ինքը բլբլում է։ Տղաս աննկարագրելի շատ է ինձ հետ կապված։ Ես փորձում եմ լավ մամա լինել, ասեմ ձեզ, ու որովհետեւ այդպեսի մի բան կա իմ մասին, բոլորը երբ որ ինձ տեսնում են այսպես, արդեն են որ ասում մարդամեջ դուրս եկած, այդպես այնց հակել ես, արդեն եկել ես ֆակուլտետ կամ ինչ-որ ինտերվյուի կամ բան, ասում են ոչ մեկ երևի չի մտածում, որ առավոտ ժամը 6:30 կամ 7-ից ես հասցրել եմ իրենց լողացնել, իրենց փոխել, իրենց կերակրել, ամեն բան անել, հետո նոր ինձ հերթացնում մի կես ժամ, շատ չէ։ Հա, այդքան, դա իմ ժամանակը։ Իսկ ձեր մեջ ինչ է փոխվել մայրանալուց հետո։ Այ, այդ հարցը չպետք է տայր։ Ես ուրիշ մարդ եմ դարձել, կարծում եմ այդպես։ Չգիտեմ, մի առիթով ասել եմ, բայց նայ, որ սկսում ես հասկանալ տրիվիալ կհնչի, այդ կենցաղային փիլիսոփայությունը չեմ սիրում, այդ իմ ոճը չի, բայց
դու հասկանում ես ինչու դու գոյություն ունես, հասկանում ես սիրոլի արժեքությունը, հասկանում ես ընտանեկան այդ իդիլիայի կամ երջանկության պահը, բնականաբար այնպես չէ, որ բոլորի ընտանիքներն էլ մի քիչ էս կողմ, մի քիչ լավ, մի քիչ վատ եւ այլն, բայց դու հասկանում ես, ես ու ամուսինս հաճախ նստած ենք, այսպես ինչ որ Նարեկը այնտեղ գորգորում է, ինչ որ եսի ինչա խաղում են, Ամալիի ձեռքից ինչ որ բան է վերցնում եւ այլն, բայց ինչ որ բոլորը զբաղված են, ինչ որ երաժշտություն է ֆոնային հնչում, ասես նստած նայում ենք, ասում ենք Արշակն այդ ֆիքսի էս պահը, այ հենց էս պահը ֆիքսի, այ հիմա մենք երջանիկ ենք։ Դե հաջորդ պահին կարող է սկսվի մյուս գժանոց են, չգիտեմ, ինչ որ գորան նորից վազեն ինչ որ մի բան։ Շատ հազվադեպ է լինում, որ մարդիկ այդ պահին զգում են, որ իրենք երջանիկ են։ Սովորաբար դա անցյալով է, չէ՞, միշտ ամրագրվում։ Շատ ճիշտ է, հենց դա էի ուզում ասել, որ գիտեք ինչ եմ սկսել անել, նախ ամեն վարքյանի վրա սկսել եմ դողալ։ Ես երբեք իմ կյանքը չեմ կարևոր է, լավ այսպես ասեմ, հա։ Չնայած մարդիկ տարբեր կերպ կարող մտածեն, այտենց դիեզերքի կենտրոնն եմ ես ինքնասիրահարված եմ, չգիտեմ ես ինչ, Դա հիմա եթե նույնիսկ մտածում են, այդպես թող մտածեն, ես այդ բանը չունեմ ինչ որ բոլորին դուր գալու, բայց իրականում այդպես չի։ Ես իմ կյանքն անգամ սկսել եմ կարևորել իրենց կյանքի շնորհիվ, իրենց կյանքի միջոցով ու իրենց կյանքի համար։ Ես ինձ կարևոր եմ համարում, որպեսզի իրենց համար ինչ որ բան անեմ։ Ավելի լավը լինեմ, ավելի լավը դառնամ։ Աննկարագրելի էմոցիաներ, այն արփինեին դարձրել են ղզիկ, այն որ դուք են սկզբում պատմում եք, այդ արփինեից հատառն է մնացել։ Կարոտում եք պապային։ Հա, երբեմն, այո։ Այո, ու տեղել ընտանեկան հարաբերություններում շատ կարևոր է, որ օրինակ ինչպես միշտ լինում աղջիկները հոր հետ են ավելի շատ կապված լինում ու հիմա նայում եմ Ամալիի ու Արշակի հարաբերություններին շատ հետաքրքիր է կողքից հետևել է այդ ամեն ինչին բայց ինչ էի ուզում ասել վերադառնամ հիմնականում Կա դրանում ափսոսանք որ ձեր դեպքում այդպես գուցե չի եղել Ես չեմ հիշում այն ժամանակ երբ եղել է ինձ էլ են այտենց սիրել այտենց շատ իրեն բայց ես դա չեմ հիշում հիմա ես իրան միջոցով դա տեսնում եմ Իսկ ձեր հայրը հետագայում առանձին ընտանիք կազմել է Շատ ուշ փուլում եթե չեմ սխալվում այո Դուք չեք ունեցել իր մասին ինֆորմացիա Ունեցել եմ, բայց ավելի հեռակա, շատ հասուն փուլերի մասին եմ խոսում, շատ ավելի հեռակա, այդպես։ Խզվել էր ձեր հարաբերությունները։ Խզվել չի անվանի, բայց հեռանալ կանվան է այո։ Զղջում կա դրա համար, որ գուցե կարելի է շտկել ամեն ինչ։ Զղջում չէ, բայց նման մտքեր երբեմն գալիս են, բայց դրանք այպես շատ դրանք եթերի էլ չեն, ասենք ասես, դա դրանք ընտանեկան դրվագներ են, որոնք այս կամ այն կերպ որևէ ձև քննարկում ինչ եք անընդհատ ուզում լինել ուժեղ, անգամ կադրում, տեսնեք որ դա եթերի է, եթերի չի, իհարկե դա ձեր տարածքն է եւ ձեր ինֆորմացիայի չափաբաժինն է։ Որովհետեւ ես վստահ եմ, որ անկախ նրանից, որ ձեր հաղորդման ֆորմատը այլ է, որովհետեւ դուք ուրիշ եք, որովհետեւ դուք տալիս եք հարցեր, որոնք ուրիշները չեն տալիս, ես վստահ եմ, որ մարդիկ երբեք չեն նայում քեզ այն աչքերով, որով դու ուզեցիր ներկայանալ կամ դեր կայացար ուղակի։ Պրոստը տենց ազնիվ, հենց տենց կար։ Իսկ դες չեն թող սխալ նայեն, թող չհավատան, թող մտածեն։ Իսկ չեք համարում, որ ես չափից ավելի շատ եմ հարվածներ ստացել բանի համար, որ ես չեմ արել։ Ես կարծում եմ, որ դուք ֆանտաստիկ կին եք, ում պետքա ճանաչեն բոլորը։ Շնորհակալություն, ես շատ բարձր եմ դա գնահատում, բայց ինձ շատ դժվար է այդպեսին լինել։ Շատ, հիմա էլ։ Վերադառնալով, այդ կարևոր միտք էի ասում, ուզում եմ ասեմ, որ ամենակարևոր երևի ձեռքբերումը, որ ես սկսել եմ այդ երջանկությունը հետադարձ հայացքով չգնահատել, փորձում եմ միշտ պահի մեջ փնտրել դա։ Օրինակ ինձ հիմա նույնիսկ հիմա շատ լավ է այստեղ։ Նորմալ է ձեր հետ զրուցելու ընթացքում, բայց ես մեկը գիտեմ, որ հետոն ուրիշ ձև է լինում։ Ախր եկեք այդ հետոյի մասին չմտածենք։ Ոչ, ինձ այդպես սովորացրել է հասարակությունը։ Այն հասարակությունն է սովորացրել, որի աչքերում դուք հիմա ինձ ուզում եք բացեք։ Ես չեմ ուզում բացեմ, ես ուղղակի ուզում եմ ցույց տամ այն ինչ որ ես հիմա զգում եմ։ Ես կարծում եմ, որ դուք լիքը կանանց համար մեր երկրում ճանապարհ եք հարթել։ Թեև ձեր երիտասարդ տարիքին մեծամիտ ճանապարհ եք, բայց համաձայն եմ։ Դուք լիքը քաղաքական գործիչների համար, իսկապես կին քաղաքական գործիչների, հեղինակավոր կանանց, անկախ կանանց համար մեծ ճանապարհ եք հարթել ու ես կարծում եմ, որ այդ հարվածները սեփական անձի վրա ստանալով, այո, այսօր իրենք կարող են իրենց թույլ տալ լինեն այս կամ այն ցուցակի համար երկրորդը, համար երրորդը
եւ դա նորմալ է եւ ուժեղ կանայք սովորաբար ունենում են նման հոգեվիճակներ, եթե կարելի է։ Իհարկե։ Չէ, նորմալ է, ես այդ հոգեվիճակից նայեք, ես թույլ լինելուց չեմ ամաչում։ Ես մարդ եմ իր բոլոր դրական ու բացասական հատկանիշներով, բոլոր թերություններով եւ ուժեղ կողմերով հանդերձ, առավելություններով հանդերձ։ Ես երկար տարիներ դասավանդում եմ, ես դասավանդել եմ, հետո եմ եկել քաղաքականություն։ Եվ այդ դասավանդելու process-ի ընթացքում իմ ուսանողները ինձ համար միշտ եղել են ոգեշնչման աղբյուր։ Ես իրենց համար եմ փորձել օրինակ ծառայել, ինչպեսին լինել բոլոր հարցերում։ Թույլ լինելը ամոթ չի, կամ ինչ որ մի հարցում էմոցիա ցույց տալը ամոթ չի։ Բայց հետո հաճախ հոգնում ես։ Հեր անտանելի հոգնում ես ինչ որ մարդու ինչ որ բան ապացուցելուց մի հատ բան պատմում եմ, երկու օր առաջ էլի կոմենտներում հայտնվել էին մարդիկ, ովքեր հաց բերողին սպանել ես այդ դասական սխեմայի մեջ ու ինչ որ մեկ ինչ որ լավ բան էր գրել իմ եւ մի երկու այլ կանանց հասցեին կոմենտներում հայտնվել էր ինչ որ մի մարդ, որը ասում էր, որ ճիշտ էր ասում, որ Արփինեն երբեմն պորտկում է եւ բավականին կոպիտ է պատասխանում կոմենտներին։ Ուզում եմ ասեմ, որ այո, ուզում եմ ասեմ, որ ճիշտ են նկատել։ Երբեմն հիմա այս փուլում այն ժամանակ, երբ որ պաշտոն էի զբաղեցնում, բացարձակ ընդհանրապես, որ ճիշտ լինելու է ձգտում, անընդհատ ուզում ես ճիշտ լինես, դից պրավիլնի լինես դու։ Հանկարծ ես չասես, այն չասես, որտեվ չասած տեղը արդեն տենց լեգենդների եւ առասպելների ու միֆերի մի ամբողջ կծիկ ես քեզնից ներկայացնում։ Ուր մնաց դու ինչ որ սխալ անես, ինչ որ մեկին, չգիտեմ, ասենք մի լավ բան ասես, մյուսին ժպտաս, երրորդին էսպես ասես, այնպես, դա խայտարակություն է։ Առավել ևս եթե կոպտես ու այդ ժամանակը հիմա արդեն մի քիչ ազատ եմ ոչ մի ցուցակում չեմ հատկապես հիմա այն որ ասում եմ նոր մի քիչ առաջ խոսում էինք բամբասանքներից հա այդ տարբեր քաղաքական գաղթականների մասին տարածած բոլոր այդ ասեկոսեներից հիմա էլ որ ոչ մի ցուցակում չեմ ու հատուկ գրեցի այդ մասին ունենալով բազմաթիվ առաջարկներ լինելով այս կամ այն ցուցակում ասացի ոչ, որտեղ դա իմ որոշումն էր եւ լինելով այդ ազատ, հա, այսպես ասենք, հասարակությանը մեկը ես հասարակությանը հաշվետու եմ, որտեղ հանրային անձ եմ, բայց մեկը գիտեք այդ բանը չկա, այդ որ այ պաշտոն ես զբաղեցնում, այ ցուցակի, այ քվե ես հայցում, այ չգիտեմ ինչ ես անում։ Այդ հանգստության մեջ սկսել եմ իմ այդ անարդարացի մեղադրանքի նկատմամբ լինել պակաս հանդուրժող։ Ինձ հետո դրա համար եմ մեղադրում։ Իմ հետոն շատ է, իմ անալիզը շատ է, դուք շատ ճիշտ նկատեցիք, ես ընթացքում որ խոսում եմ, իմ միտքը շատ արագ է աշխատում, սա կարելի ասել, սա ոչ, սա ասեմ, թե սա չասեմ, այսպես ասեմ, թե այնպես ասեմ, ու դա ոչ թե նրանց արես ուզում եմ կեղծեմ, ես ուզում եմ նվազեցնեմ իմ նյարդայնանալու գործընթացը մարդկանց կողմից հերթական մեղադրանքների, իմ լացն է անգամ ընկալվում, եթե դու ինչ-որ տեղ հուզվում ես, դա է կեղծ ընկալվում, դուք հիմա ուզում եք ասեք, որ դա ինձ պետք է չհուզի, գուցե հա, ես հասել եմ այդ հասունության մակարդակին, հասել եմ նրան, որ կարող եմ շատ բան ասել այնպես, ինչպես շատերը չեն ընկալում, չեն ուզում ընկալեն, հասել եմ դրան այս ամենայն պատասխանատվությամբ, բայց միևնույնն է նյարդայնացնում է։ Ես ուզում եմ իմ երեխեքի հետ երեկոյան, այդ ժամին, երբ որ ես իմ երջանկությունը րոպեներով փորձում եմ նկատել։ Ես ուզում եմ այդ պահին իրանց հետ վայելել։ Ես չեմ ուզում ինչ որ մի լավ կոպիտ չասեմ, ինչ որ մեկի կոմենտ, որը բանը ջանք ու նյարդ ու ժամանակ չի դրել, որ հասկանա ճիշտ ասում թե չէ, այդ կոմենտը ինչ շեղի։ Ախր դուք խելացի կին եք, դուք պիտի հասկանաք, որ լիքը մարդիկ, ովքեր որ լավն են մտածում, ժամանակ չեն ծախսում սովորաբար մտնել ու մեկնաբանություն գրել։ Այդպես է, ես դրա մասնագետն եմ, Մեհեր ջան, ես մեդիա իրավունք եմ դասավանդում։ Ամբողջ օրը մանիպուլյացիաների բոլոր հնարավոր պատմությունները աշխարհի բոլոր երկրներում, կոմենտները, բոթերը, մեր մեդիա դաշտի բացասականությունը, բացասական լուրերի շատ տարածվելը, ես դա շատ լավ հասկանում եմ, բայց ես մարդ եմ։ Ես մասնակետ լինելուց բացի ու այդ ամբողջը տիրապետելուց բացի, ես մարդ եմ սովորական էմոցիաներով։ Ներվայնանում ես, տղայիդ կերակրում ես, աղջիկդ գիր կտա, ինչ-որ լավ բան ես ասում, մեկ ինչ-որ հանկարծ հեռախոսը ինչ-որ notification է գալիս, ինչ-որ մեկը ինչ-որ գարշելի բան է գրել։ Հա, հիմա իրանք նվազել են անգամներ, հա,
90%-ը դրա էլ չկա։ Դուք պատրաստ չէիք ընդունելու այդ հարվածները, որովհետև դա մեր մասնակցության side effect-ներն է։ Չէ, այդ աստիճան չէ, որովհետև ոչ մեկին ուսումնասիրեք դաշտը։ Պակաս անաղարտ մարդկանց sense ասեմ, հա, այնպիսի մարդկանց են խնայել այնպիսի բաներ։ Ու ինձ նենց բաներ չի խնայվել, նենց բաներ չի ներվել։ Ես sense ասում եմ, աստվածին, բայց այս ինչի sense, այս ինչա պատահել։ Հա, բայց լիքը նայեք ձեր հետևորդների քանակը, բանակը, ձեր ուսանողների բանակը, ովքեր ռեալ են, ասենք թվեր չեն, ռեալ մարդիկ են, ովքեր մեծ կյանք են մտել, մասնագիտություն են ձեռք բերել եւ այլն։ Ինձ շնորհակալական զգացողությունները։ Մի ամբողջ սերնդի երիտասարդ կանայք եւս, ովքեր որ շնորհակալ են ձեզ ու ոչ միայն կանայք, ես եւս շնորհակալ եմ ձեզ շատ հարցերում։ Իհարկե շատ հարցերի հետ համաձայն չեմ եւ պարտադիր չի որ համաձայն լինեմ, բայց կարող եմ սթափ գնահատել ամեն ու հասկանալ, որ օքեյ, եթե նույնիսկ ձեր բախտն է բերել, որ դուք հայտնվել եք այդտեղ, որովհետեւ կարծում եմ, որ գուցե նույն տաղանդով եւ մասնագիտական հմտություններով ոչտված մարդիկ կային եւ չունեին այդ շանսերը, բայց ձեր բնավորությունն է այդպես եղել, առաջ ընթանալ եւ այլն։ Ես չեմ ասում ես ամենալավն եմ։ Մարդիկ միշտ մտածում են, ես ուզում եմ ասեմ ես ամենալավն եմ։ Դուք ֆիքսվեք նաեւ լավի վրա, որովհետեւ ես գիտեք ինչու հասկացա թե ինչա ձեր մեջ տեղի ունենում, ինչու մի անգամից ասեցի, որովհետեւ ես շատ նման էի ձեզ նախկինում։ Ես թույլ չէի տալիս ինքս ինձ լինել ես բաց էմոցիաներով եւ մարդկանց առաջ լինել իրականում շոշափելի։ Ես հիշում եմ թե երբ դա տեղի ունեցավ։ Իսկ միշտ բոլորը ասում են անհամեստ է հիմա որ ինձ եմ խոսում, բայց օրինակը երևի թե ավելի տենց ճիշտ ընկալվի կողքից։ Ինձ միշտ ասում են որ ես շատ պրոֆեսիոնալ եմ, բայց որևէ այլ ջերմ բան չէին ասում։ Եվ եկավ մի կետ, երբ ես խնդիր ունեի ալկոհոլի հետ ու այդ մասին խոսեցի հարցազրույցներից մեկի ընթացքում, դուք ու այդ մանկությունից եկող խնդիրների արդյունքում տեղի ունեցած բաներ, դուք պիտի տեսնեք տասնյակ հազարներ, մի քանի հազար մեկնաբանություն եղավ, որ ամեն մարդ պատմում էր իր պատմությունը։ Ու այդ օրվանից սկսած ինչ որ բան փոխվեց, ես հասկացա, որ ես իմ թուլությունը ցույց տալով կարողացա մարդկանց ցույց տալ, որ ես էլ եմ մարդ ու այդ նորմալ է, ու այդ մարդիկ իմ հետ անցան այդ խնդրի միջով։ Շատ ճիշտ եք ասում, դուք մեր այսօրվա միջավայրը սինթետիկ է։ Ընդունված է այդ սինթետիկությունը։ Սինթետիկ մեդիա է, լցրած լայքեր են, լցրած կոմենտներ են, բոլորը բոլորին գովում են կամ սիրում են վիրտուալ կերպով։ Չկա ռեալ էմոցիա, չկա այդ ռեալությունը ինքնին դառնում է սինթետիկ։ Մենք ապրում ենք սինթետիկ դարաշրջանում։ Ու մարդկային ռեալ էմոցիաները հաճախ գիտեք բացարձակ ուրիշ կերպ են ընկալվում։ Բացարձակ ուրիշ կերպ են ընկալվում։ Հիմա մի վերջերս մի խորհուրդ տվեցի, մի հետաքրքիր գիրք եմ կարդում, դժոխքում Մոնտեսքյոյի եւ Մաքիավելիի երկխոսությունը, 25 երկխոսություն կա այնտեղ։ Այդ երկխոսության մեջ մարդկանց կառավարելու մասին են այդ թվում խոսում, վախերի, սպասումների, էմոցիաների եւ այդ ամեն ինչի միջոցով։ Այս ամենը սինթետիկ իրականությունը բերել է նրան, որ ռեալ էմոցիաները արդեն ոնց որ խորթ լինեն։ Դուք շատ ճիշտ եք, դուք բացվել եք, ռեալ դուք ցույց եք տվել, ընկալվել է ինչ որ բան փոխվել է։ Չգիտեմ, ձեր հարցազրույցից հետո մարդիկ ինչ փոխվել է, այ կտեսնեք որ փոխվել է։ Ես քեզ կասեմ, ես մի շարք սկանդալային հարցեր ունեմ ձեր հետ կապված պատրաստած, բայց դրանցից որևէ մեկը չեմ տալու։ Չեմ ուզում տալ, որովհետև ուզում եմ որ ուրիշ կողմով եւ ճիշտ էներգիայով բացվեք, բայց ունենք հետաքրքիր հարցեր, որոնք կշարունակենք քիչ հետո։ Միացյալ Նահանգներում երազանք է ունենալ տուն, առանձնատուն, իսկ երբ ունենում ես առանձնատուն, երազանք է ունենալ լողավազան։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն լողավազանով տուն, բնականաբար մի օր հասկանում են, որ այդ լողավազանը պետք է խնամել։ Խնամքի համար ծախսվում են հսկայական միջոցներ եւ կան մասնագետներ եւ մասնագիտացված խանութներ, որոնք կոչված են հենց դրա համար։ Այսօր մեր հաղորդման մեջ ես ուզում եմ ձեզ ներկայացնել մեր նոր գործընկերոջը, խանութ, որը գտնվում է Փասադինայում եւ այն կոչվում է Best Pool Shop։ Այս խանութը մեծ խանութ է, այս խանութը աչքի է ընկնում ֆանտաստիկ սպասարկմամբ։ Այս խանութում աշխատում են բարձր պրոֆեսիոնալներ, ովքեր ձեզ կտան ամենատարբեր ձեզ ուզող հարցերին պատասխաններ եւ որ ամենակարևորն է, այս խանութում ներկայացված ապրանքները, որոնք կոչված են ձեր սպաների եւ ձեր լողավազանների խնամքի համար եւ ինչու՞ չէ նաեւ կառուցելու եւ այն ընդլայնելու եւ պահելու համար, աչքի են ընկնում չափազանց էժան արժեքներով։ Գնանք ներս եւ ավելի մանրամասն ձեզ ցուցադրեմ ապրանքները։
25 տարի շարունակ իմ լողավազանը սպասարկող մարդը անընդհատ գալիս է եւ իր հետ բերում է նման ամենատարբեր նյութեր, որը նպաստում է լողավազանի մաքուր մնալուն։ Եվ իհարկե ինձ գանձում է չափազանց մեծ գումարներ։ Գալով այս խանութ դուք կարող եք գնել նույն այդ նյութերը, նույն այդ ապրանքները, նույն այդ ֆիլտրերը, ավելին ասեմ, տաքացնող հսկայական սարքերը շատ էժանարժեքներով են։ Լոս Անջելեսում արդեն հիանալի եղանակներ են, այս պայն ես գտնվում եմ ձեզ վաղուց հայտնի Old Գյումրին, որ արդեն երկար ժամանակ է Ellis House է դարձել եւ ռեբրենդինգ է արվել եւ ամեն ինչ վերանայվել է, իմ կողքին է Արմինեն, ով մեր սիրելի գործընկերն է եւ այս հաստատությունը ղեկավարում է եւ այս հաստատությունը պահում է մաքուր, ուրախ, լավ տրամադրությամբ ու լավ մարդկանցով լի։ Արմինե ջան, Աջան։ Պատմիր մեզ, թե ինչ հիանալի ամառային երեկոներ են այստեղ անցնում։ Արդեն ինչպես տեսնում եք, եղանակը լավացել է, մեր բացօթյա սրահները լեփլեցուն են, տեղ չենք ունենում, ունենք նաև հուկա, Մհեր ջան, գալիս են երեկոները եւ ոչ միայն երեկոները, կենդանի երաժշտության ներքո հուկա են վայելում, հաց են ուտում, ուրախանում են եւ այդպեսի լավ ժամանց են ունենում։ Ընտանեկան, ընկերական եւ լավ մարդկանց համար նախատեսված միջավայր է սա։ Եկեք ընկերներով, ընտանիքներով ձեր լավ ժամանցը անցկացրեք, համեղ ձեռքով խոհարարների պատրաստած ուտեստները վայելեք, լավ երաժիշտների եւ լավ արտիստների երգերը վայելեք եւ անպայման շնորհակալություն հայտնեք ողջ անձնակազմին լավ սպասարկման համար եւ մեր սիրելի Արմինեին իհարկե։ Շնորհակալ ենք շատ։ House of Liquor-ը առաջին liquor store-ն է, որ բացվել է Glendale-ում եւ այն միջև հիմա շարունակում է աշխատել եւ գոհացնել ամենատարբեր առիթների ընթացքում իր հաճախորդներին։ Նաեւ պետք է անպայման նշել, որ Liquor of House-ը ամենալավ շուկայական գներն է առաջարկում ձեզ եւ միաժամանակ նաեւ առաջարկում է մեծածախ գնումներ կատարել նաեւ միջոցառումների համար։ Այստեղ կոլեկցիոներները կարող են ձեռք բերել իրենց նախընտրած կոնյակները, գինիները եւ այլն եւ բնականաբար իհարկե առօրյա խմիչքներ եւս այստեղ կարելի է մատչելի տարբերակով ձեռք բերել։ Այցելեք Liquor Store։ Տիկին Հովանեսյան, կա մի պաշտոն, որի համար պատրաստ եք թեկուզ վաղը վերադառնալ քաղաքականություն, թե հիմա խոսքը ոչ թե պաշտոնի, այլ պայմանների մասին կարող է լինել ձեր դեպքում։ Պայմաններ ջան, այդպես պաշտոն չկա, որի համար ես պատրաստ եմ քաղաքականություն վերադառնալ, որտեղ իմ համար երբեք էլ ախր պաշտոնը չի եղել կարևոր։ Հա, հիմա էլի գիտեմ չեն հավատա, բայց օքեյ, լավ։ Չէ, պաշտոնի մասին չի խոսքը։ Միշտ պատմությունը եղել է ոչ թե պաշտոնի, այլ ինչ որ մի բան դեպի լավը փոխելու մասին։ Եթե ես կարող եմ արդյունավետ ինչ որ մի բան անել, քննարկենք, բայց կախված է նրանից այդ պաշտոնը որտեղ է, ով է առաջարկում, ինչպես է, այս գործող իշխանությունների հետ իդեպ մենք հարցազրույցը նկարահանում ենք ամսի 6-ին եւ վաղը ընտրություններ են, ընտրությունների արդյունքը հրապարակման պահին արդեն գիտենք, բայց այս պահին ձայնելիության չգիտենք, ինչ կանխատեսումներ ունեք։ Դժվար հարց եք տալիս, որովհետև իմ ցանկությունը եւ օբյեկտիվ կանխատեսումը իրարից կտարբերվեն, փորձեմ ներկայացնել, հա, այն կանխատեսումները, որոնք գերակշռում են, որ գործող իշխանությունը վերարտադրվելու է, կարծում եմ իրականության հետ շատ աղերսում են։ Եվ եթե դա տեղի ունենա, դրա հավանականությունը մեծ է։ Եվ եթե գործող իշխանությունը վերարտադրվում է, ապա դա ունի իր պատճառները։ Կարող է ունենալ։ Բնականաբար շատերը կնշեն արտաքին քաղաքական ահռելի աջակցություն, որը կա, դա անհերքելի է, որ արտաքին քաղաքական աջակցություն կա, ցավով դաժան իրականություն կա, դրա գինը այդպիսի աջակցության Արցախի կորուստն էր, բայց դա մի կողմ, ես նաև կա ներքին սոցիալական շերտը, որտեղ մի քանի հարցեր կան, որը ուժեղացնում է իշխանությանը։ Օրինակ մենք խոսեցինք այն մասին, որ ես շատ ազատորեն եմ խոսում այն մասին, որ նախկին համակարգում եղել է կոռուպցիա, պարզապես դա չպետք է դառնա քաղաքական գործիք, քարոզչական մահակ, ինչ որ մեկի գլխին հարվածելու համար ու այդտեղ խտրականություն լինի։ Բայց
Այստեղ, եթե զուտ քարոզչական տեսանկյունից եք նայում, իշխանությունը շահում է, երբ է շահում, որ երբ որ գյուղացին, պարզ գյուղից սկսել, տեսնում է, որ նախքին իր օրինակ գյուղապետը, որը հողերը ինչ որ տարածքներում բազմազան ձեռք բերել, միլիոններ ունի իր պատկերացմամբ կամ իրականում ունի այդ միլիոնները, անհամաչափ հարստացել է, գտնվում է մեկի կողքին, ով փորձում է գործող իշխանությանը տապալել, այստեղ առաջանում է դիսոնանսը ու այդտեղ խնդիրն առաջանում է։ Այսինքն անցյալի կասկածը, որը մարդիկ ունեն, անցյալի թերությունների, սխալների, արատների գնահատականը, որը մարդիկ տալիս են, մինչև վերջ հասցեագրված չի։ Եվ եթե դա մինչև վերջ հասցեագրված չի, դա միշտ գործիք է իշխանության ու հատկապես պոպուլիստ իշխանության ձեռքին։ Երկրորդը, հաճախ մենք տեսնում ենք իրավիճակ, երբ ընդդիմությունը իրար նկատմամբ ավելի անվստահ է, ավելի կասկածամիտ է, ավելի անհաշտ է, ավելի դաժան քննադատության մեջ, քան անգամ իր հիմնական ընդդիմախոսի։ Եվ դա թույլ չի տալիս մարդկանց, գիտեք, այդ ընդդիմության կողմից վստահելի քաղաքական այլընտրանքի հասուն ու վստահելի քաղաքական այլընտրանքի ձևակերպումը տեսնել։ Մարդիկ հաճախ ոչ թե ինչ որ մեկին սիրելով են գնում ընտրության, այլ մարդիկ հաճախ ընտրում են, կա չէ, բոլորս գիտենք, որ կոմֆորտի զոնայից չի ուզում դուրս գա։ Իր համար մարդկանց համար հաճախ ընտրությունը պակաս ռիսկային, պակաս նյարդային տարբերակն ընտրելն է։ Ու հաճախ այնց իշխանությունը այս ամբողջ process-ների ընթացքում շահում է, երբ ընդդիմությունը օրինակ չի միավորվում մի հասուն, հասկանալի անցյալի խնդիրները հասցեագրած տարբերակով դրան տալիս գնահատական։ Ու սրա արդյունքում այդ հավանականությունը մեծանում է, որը կարող է տեղ գտնել։ Չի բացառվում, որ ժողովրդի ընտրությունը լինի այլ։ Ի հեճուկս տարբեր սոցիոլոգիական կանխատեսումների, ի հեճուկս տարբեր կարծիքների կարող է եւ ժողովուրդը այլ ընտրություն կատարել։ Սա չի նշանակի, որ անցյալի սխալները լուծվեցին ու մարդկանց բոլոր խնդիրները լուծվել են, իրենք իմ ասած տարբերակ նախորդ խոսքից մեջ արկա խնդիրները համարեցին հասցեագրած։ Դա ուղղակի կնշանակի, որ ինչ որ պահի կշեռքի նժարը ծանրակշիռ դարձավ ներկայի սխալների գնահատական իմաստով։ Այսինքն ժողովուրդը ներկայի սխալները ավելի կարևոր ու ծանրակշիռ համարեց, քան անցյալի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը, կասկածները ու սխալները։ Հա, սա է իրականությունը։ Երկու տարբերակի դեպքում էլ հասարակության հետ երկխոսելը, հասարակության խոսելը, խնդիրները հասցեագրելը, մարդկանց կասկածներին համոզիչ պատասխանելը ու փաստարկներ բերելը կարևորն են, որովհետև ոչ մի իշխանություն մինչև վերջ վստահություն չի վայելում։ Չկա տենց բան, չկա տենց ճշմարտություն աշխարհի ոչ մի երկրում։ Երբեք ուստեղից դասեր քաղելու հետևությունները ամենակարևոր բանն է, որ երբևէ որևէ քաղաքական գործիչ կամ հանրային գործիչ կարող անել։ Ամենակարևոր դասերը, որ ես ինձ համար քաղել եմ 18-ից հետո, դրանք են, որ ես սկսել եմ տարբեր դիտանկյուններ նայել։ Ես ունեմ իմ գնահատականը։ Ես դրա համար ասացի, սխալն ու ողբերգությունը դրանք տարբեր բաներ են, բայց դա չի նշանակում, որ դու պետքա խուսափես կամ նսեմացնես մարդու էմոցիան սխալի նկատմամբ։ Ասես, «Էս ինչ ես խոսում է, հələ մի րոպե, այդ ինչ կարևոր է, սա է կարևոր»։ Չէ, դու նա էլ պիտի հասցեագրես։ Եթե դուք հնարավորություն ունենայիք Նիկոլ Փաշինյանին մի հարց տալու եւ երաշխավորություն, որ ստանալու եք նաեւ պատասխան այդ հարցի, ինչ հարց դա կլիներ։ Հարց չի տա, որովհետեւ պատասխանը կլսեի, բայց այդ պատասխանը մեկա չէ լինի ուղիղ հարցի պատասխանը։ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիայի աստվածն է։ Լավ, ասենք երաշխավորում ենք, որ վարչապետը կպատասխանի հստակ ձեր հարցին, որ հարցը դա կլիներ։ Ինքն իր սխալների համար ինչպիսի գնահատական է ինքն իրեն տալիս։ Ամենասեքսիստական արտահայտությունը կամ վերաբերմունքը ձեզ երբևէ քաղաքականության մեջ որն է եղել, երբ ձեր սերը որպես կին տենց բացասական առումով առանձնացրել են։ Չնայեք, դա մի արտահայտություն չի եղել, մի վերաբերմունք չի եղել, Մեհեր ջան, իմ ամբողջ քաղաքական կենսագրությունը դա հանրային եւ հանրության մեջ հանրային գործիչների ու հանրային կասկածն է առհասարակ կնոջ ունակությունների նկատմամբ։ Մենք խոսում էինք, դուք նոր մենք խոսացինք այն մասին, որ երբ որ դու փորձում ես, իմ սերնդի մեջ երևի ես առաջիններից եմ, ով բարձր նման պաշտոն է զբաղեցրել ու էլի անընդհատ դե ունեք կինը ինչ պետք է անի արդարադատության նախարար։ Նա ինչ կարող անի։ Բայց ինչի, մի տղամարդ նորմալ չկար, մի տղամարդ նորմալ չկար։ Այսինքն այդ այնքան հաճախ ես լսում։ Բայց դա ամբողջությամբ դա վերաբերմունքը առ կնոջ դերակատարման նեղացման։
նույնիսկ հիմա երբ որ ուզում են լավ բան ինձ ասել, շատ հետաքրքիր բազմաթիվ այդպես մեկնաբանություններ կա, միջայց ես շատ ջերմ եմ դրան վերաբերվում, անկախ նրանից որ այդտեղ էլ պարունակվում եմ։ Այ հիմա ձեզ սիրում ենք, որտեվ քաղաքականության մեջ չեք։ Տարբերակ առաջին, տարբերակ երկուս։ Այս դերը ձեզ շատ ասազում։ Դուք ընտանիքում երեխեքից հետո ուրիշ եք, դուք փոխվել եք, էսա ձերը։ Հասկանում եք, ես ոչ թե վատ բան եմ դրա մեջ տեսնում։ Ես հասկանում եմ, որ դա հանրային մի ընկալման մի բաղկացիչ մաս է, հոյի այդ մարդը մենակ չի տենց կարծիքով, իր կարծիքով, դա մենակ մի հոգու կարծիք չի։ Շատ այն չէ։ Դա կնոջ դերի այդպիսի դերակատարում է, ումա գործող իշխանության ժամանակ, նախկինում էլ, հետո պաշտոն կանայք բազմաթիվ, իմիջիայլոց շատ վատ են վերաբերվել քվոտաներով կանանց տեղ տանում։ Ամբողջ կյանքում դրա դեմ եմ եղել հոգեբանորեն։ Ես հասկանում եմ, որ սենց հասարակություններում տարբերակ չկա, այդ որ յուրաքանչյուր երրորդը լինի կին, յուրաքանչյուր երկրորդը լինի կին, դա հրաշալի է, բայց դա բերում է մի իրավիճակի, որ տղամարդիկ ցուցակ կազմող կնոջը ուղակի բերում են տեղ, որտեղ այդ տեղը պետք է օրենքով լինի։ Ով այդ կինը, ինչի մասին է ինքը, ինչի հայտնվեց այդտեղ, ինքը ունի այդ ունակությունը թե ոչ եւ այլն, այդ երրորդական պլանի հարց է։ Եվ այդտեղ արդեն կանայք են այդպես վերաբերվում, տղամարդիկ են այդպես վերաբերվում։ Կա մի քայլ, որ Նիկոլ Փաշինյանն արել է եւ դա ճիշտ է արել, թեև գուցե ձեր համար դա դժվար է ընդունել ու արտահայտել։ Քաղաքականության առումով։ Դժվար է քայլ գնահատել, մանավանդ հա իմ համար շատ դժվար կլինի, որովհետև իմ մոտ նժարը միշտ թեքված է այդ ես այդ հակասությունը միշտ ունեմ, բայց մի բան կա, որ այս մեր ամբողջ թեմատիկայի շրջանակներում, որտեղ կնոջ դեր եւ այլն, մի կարևոր մի բան կա, միշտ նկատել եմ, անկախ նրանից, որ իրենց թիմի ներսում աննկարագրելի հակասություններ իրենք ունեն, բարբերաբար ինֆորմացիա սպրդում եւ այլն, իրենց կայքերում, իրենց լրատվամիջոցներում, իրենց կողմից կառավարվող ռեսուրսներում մի թիմակիցը մյուս թիմակցի նկատմամբ ոչ մի տեղեկատվություն դուրս չի հանում։ Եթե ինչ-որ մի տեղեկատվություն դուրս եկավ, այդ նշանակում է վերևից ասել են ինքն էլ թիմակից չի։ Ինքն արդեն օտար է։ Իսկ դուք նկատում եք, որ այլ կուսակցությունների եւ այլ վարչական։ Չէ, ես նկատում եմ, որ այն ժամանակ, երբ որ ես խոսում եմ այն մասին, որ երբ որ օրինակ իմ նկատմամբ տարատեսակ հարցակումներ կային կամ տեղեկատվության արտահոսքեր այսպես կոչված, դրա ճնշող մեծամասնությունը եղել են այդ թվում են մարդկանց կողմից, ովքեր եկել են իշխանության ներսում, իրենց պատկերացրել իմ փոխարեն կամ իրեն ասել սա ով է ընդհանրապես։ Այդ դրա մասին եմ խոսում։ Դուք ունեք վիրավորանք ձեր մեջ ձեր կուսակիցներից ոմանցից։ Հաղթահարված վաղուց։ Իսկ ումից էին ում կողմից էին վիրավորանքները։ Տարբեր։ Այստեղ չեք անի բերանից բար դուրս չի գա, եւ ես բոլորին այն որ ասում եմ ժամանակով, ժամկետով, տեղով, կարգով, ձևով, որ պահին ամեն ինչով գիտեմ։ Հետո հատկապես գիտես։ Հետո ինքան հետաքրքիր, այսինքն մեկ էլ արդարադատության նախարարես մի քանի տարի առաջվա վաղեմության մասին քրեակատարողական հիմնարկից նամակ է ստանում, նամակի մեջ դետալներ են շարադրված քո մասին այս կամ այն տեղեկատվության սպրդելու եւ դրա հեղինակների կապակցությամբ։ Նույնիսկ ֆանտաստիկ բաներ, օքեյ, լավ։ Ես ձեզ շատ սիրեցի այսօր, շնորհակալ եմ զրույցի համար ու վերջում, քանի որ դուք պատմությունից շատ լավ եք, պատկերացնենք, որ 20 տարի հետո գրվելու է պատմություն ու այդ պատմության մեջ նաեւ պիտի ձեր մասին որևէ բան գրվի մի նախադասությամբ։ Ինչ կցանկանեք, որ գրվեր ձեր մասին որպես Արփինե Հովհաննիսյան։ Արեց ամեն ինչ, որ հետագայում կանանց համար ավելի հեշտ լինի այս կյանքում արևի տակ։ 1983 թվականից ի վեր MS Travel-ը զբաղվում է ճանապարհորդություններով եւ ձեր հանգիստը կազմակերպելով։ Այս անգամ ֆանտաստիկ եւ յուրահատուկ առաջարկ կա այն մարդկանց համար, ովքեր սիրում են նավարկություններ։ Հոկտեմբերի 26-ից 30-ը Մեքսիկո ուղևորվող նավը լի է լինելու հայերով եւ ուրախ ու դրական հիշողություններով։ Ֆանտաստիկ համերգ է ունենալու Տաթև Ասատրյանը, ամենասիրված հայ երգչուհիներից մեկը, այնպես որ բոլորին սպասում ենք նավի վրա։ Առանձին եւ անակնկալ ելույթ է ունենալու Արևիկ երաժշտական խումբը, որը եւս պատրաստել է ձեր ամենասիրելի երգերը եւ վստահ եմ ձեզ
միասին ապարգևելու է երջանկության պահեր 4 օր է տևելու 4 գիշեր նավարկությունը, որից 2-ը հայկական երեկոներ են լինելու։ Նավի հարմարավետություն եւ ուտելիքների որակի եւ առասարակ կազմակերպչական մանրամասների մասին վստահ եմ դեզնից շատերը տեղյակ են եւ գիտեն ու ճանապարհորդել են MS Travel-ի հետ։ Այս անգամ էլ ավելի լավ է լինելու եւ միասին բոլորս հանդիպելու ենք հենց Մեքսիկա ուղևորվող նավի վրա։ Այնպես որ հոկտեմբերի 26-ից 30-ը կհանդիպենք։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ MX Motors, fast in Los Angeles. Մեկնաբանեք այս տեսանյութը, տարածեք եւ կիսվեք տեսանյութով, եղեք բարի, հանդուրժող եւ հասկացող մեկնաբանությունների բաժնում, իսկ մենք կվերադառնանք արդեն հաջորդ շաբաթ։ Լավ եղեք, առայժմ։ The story you're about to hear is true.